Ողջույն, այսօր երկրորդ էպիզոդն է HiDev Club podcast-ի, այսօր իմ հյուրը Էդուարդ Ավետիսյանն է, Bitcoin Armenia ընկերության հիմնադիրը։ Այսօր խոսելու ենք կրիպտոյի ոլորտի մասին Հայաստանի։ Ես որ ուսումնասիրում էի հարցը, իմ մոտ առաջինը ինձ Էդուարդն է եկել ու շատ ինֆորմացիա էր տալիս դրա մասին ու ես որոշել եմ որ իսկական ցավենա համապատասխան հյուրն է այդ հարցով խոսելու համար։ Բարև Էդուարդ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ որ դու եկել ես։ Հիմա ուզում եմ սկսած իմանալ քո մասին, քո կյանքի ճանապարհի մասին, ոնց ես դու եկել կրիպտոյի մեջ, ոնց ես հիմա ես այստեղ оказался как-то։ Շատ լավ, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, այդ գծով եմ աշխատել, որոշ բաներ IT ոլորտում էլի արել եմ, product management, quality assurance, project management, հետո ծրագրավորում եմ արել, կոդ եմ գրել, տենց IT ընկերություններից մեկում աշխատելու ժամանակ մեկ էլ մեր CEO-ն, տենց ընկերության ղեկավարը, տենց բարբերաբար զանգեր, որ ունենում ենք, ինքը տենց խոսում էր Bitcoin-ի մասին, ինչ որ բան կա, կուրսը բարձրանում, այդ 17 թիվներ էլ 2017 թիվը, ու տենց ոչ մեկ դրա մասին չէր խոսում, ինքը պրոստը որ Ամերիկայում էր, թե Եվրոպայում էր, նորություններ են տենց տեխնոլոգիայի հետևում էր, տենց մեկ էլ վերնագրերում շատ էր կրիպտոն Bitcoin-ը հայտնում, որտեվ bull market-ներ շուկան կտրուկ ձևով աճում էր, մենակ այդ տարի $1,000-ից մինչև $20,000 դե աճել է Bitcoin-ը։ Այդ ժամանակ տենց ինքը ինչ որ բաներ խոսած, ինձ էլ տենց հետաքրքրեց, ասի տնաս ինչ մասն է խոսում Bitcoin-ը ինչա։ Տենց մտա սկսեցի կարդալ, ուսումնասիրել, մի շաբաթ, երկու շաբաթ, 3-4 շաբաթ տենց առավոտից իրիկուն մեկ էլ կարդում եմ, խորանում եմ, տեսնում եմ, հասկանում որ էս հետաքրքիր բան է, որ իրոք հեղափոխական ու աշխարհը փոխող բան է, մի թեմայից մյուսն է բացվում, որ սկսում ես կրիպտոյի մեջ խորանալ, հասկանում ես թե ինչքան բան չգիտես ընդհանրապես աշխարհի, մարդկության, սոցիալական բաների, թե ոնց են աշխատում, համաձայնությունները, պայմանավորվածությունները, թե փողը ինչքան է հիմա քաղաքականացվել, ինչքան է գործիք դարել պետությունների ձեռքում, ու որ այս տեխնոլոգիայով ոնց որ բանը փողի տեխնոլոգիան վերադարձվում է ժողովրդին, մարդկանց է վերադարձնում, որտեվ նախկինում էլ ժամանակին մարդիկ երբ որ առևտուր էին անում, էվոլյուցիան բերել է նրան, որ ասենք ոսկին է դարել փողի ստանդարտը, ոսկին էլ ապակենտրոն է, մարդիկ տարբեր տեղեր կարող են հանքարդյունաբերությամբ զբաղվել, իրանք իրանց ոսկին վաստակում են, իրանց գրպանում են պահում կամ տունն են պահում, հետո առևտուր անելուց ոնց որ փոխանակում են իրար հետ, այսինքն փողը ինք իրանով ապակենտրոն է միշտ եղել ու վերջի ընդամենը մի 50-100 տարին է որ այսքան ամեն ինչ կենտրոնացվել է մի քանի ընկերությունների շուրջ ու որ նայում ես ինքը փողի շուկան հիմա մի հատ մեծ գլոբալ մոնոպոլիա է որ այնտեղ կա մի հատ Fed Reserve Ամերիկայի կենտրոնական բանկը որ կառավարում է գլոբալ ռեզերվային արժույթը դոլարը հետո այնտեղ դրատակ կան միջազգային ինչ-որ ուրիշ ռեգուլյատորներ, որոնք որ սահմանում են կանոններ սաղ երկրների բանկերի համար, կենտրոնական բանկերի համար, հետո ամեն կենտրոնական բանկը իր ենթակայության տակ այդ պետության ներսում գտնվող գործող բանկերի համար այդ կանոնները սահմանում, ու որ նայում ես, այս բանկային համակարգի շուկան ընդհանուր մի հատ տեղից է սաղ թելադրվում, այդ ֆինանսական գլոբալ համակարգի ղեկավարության կողմից ղեկավարվում ու ուտեղ արդեն գալիս են այն խնդիրները, որ կարելի է միանձնյա որոշել, որ սկսենք փող տպել, ինֆլյացիա առաջացնել, այսինքն մարդկությունից կապիտալ խլել ինֆլյացիայի ձևով, կամ կարող ենք այս կամ այն պետությանը կամ ընկերությանը զրկել ընդհանրապես ֆինանսական համակարգից, որ այսինչ պետություն իրան խելոք չի պահում, իր վրա սանկցիա են դնում, ինքը արդեն Swift-ից, Visa-ից, Mastercard-ից կտրվում է, չի կարող գլոբալ առևտրով զբաղվել։ Այդտեղ արդեն իհայտ են գալիս այդ կենտրոնացման բաները, խնդիրները, որ հա ինչքան էլ իրանք հարմարության համար են ժամանակին ստեղծվել, բայց երբ որ մի օղակի կողմից են կառավարվում, ինչ որ բայ սկսում է այդ օղակը չարաշահել դա, որ ինքը դրա վրա ազդեցություն լիազորություն ունի, սկսում է իշա իրան օգտագործել։ Իսկ այստեղ
ինտերնետի ոնց որ մարդիկ, նույն ծրագրավորողները, IT-շնիկները կարողացել են ստեղել այտենց մեծ ահռելի ձևով մեծ ինովացիա անել կրիպտոգրաֆիայի ու դրա վրա կառուցված տարբեր տեխնոլոգիայի միջոցով, այնտեղ peer-to-peer networks, proof of work, blockchain տեխնոլոգիա, այդ ամեն ինչը այտենց համադրելով կարողացել են կրիպտոարժույթ ստեղծել, Bitcoin-ը ստեղծել, առաջի կրիպտոն ինքն է եղել, որը որ ինքը շատ ստաբիլ ձևով արդեն քանի տարի 17 տարի կլինի որ աշխատում է ու ինքը այս պայդրությամբ հավակնություն ունի ու իրատեսական է որ ապագայի փողն է դառնալու որ վաղը մյուսօր ոչ թե օգտվելու ենք դրամից, դոլարից, ռուբլից, որ ամեն մեկ իր փողն է ստեղծում, կառավարում, որ ուրիշից կախված չլինի, այլ մի հատ նեյտրալ փող ունենան գլոբալ, մարդիկ էլ սիրում են, երբ որ ստանդարտներ են լինում, որ հիմա բոլորս դոլարով ենք մտածում, պատկերացնում, ասենք տանգին ենք քննարկում, դոլարով ենք, չէ՞, խոսում, ու այդ բոլոր երկրներում է տենց, որովհետև մարդիկ սիրում են նույն լեզվով խոսալ, նույն չափման միավորներով չափվել, ու այս ոլորտը ոնց որ կրիպտոն, բիթքոյնը հավակնում են լինել գլոբալ ֆինանսների ապագա ստանդարտը, բայց ոնց որ հարցից շատ շեղվեցի, վերադառնալով նրան թե հա ոնց էս ոլորտում հայտնվեցի, տենց դրա մասին ուզում եի արստայի տեքստը։ Տենց ուսումնասիրեցի, խորացա, հասկացա ինչքան մեծ կարևոր ոլորտ է, ինչքան բան է փոխելու ու ինչ աստիճանի մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն, թե ֆինանսական համակարգը ոնց է աշխատում, թե ինֆլյացիան ինչ է, թե կենտրոնական բանկերը ինչով են զբաղվում, այդ փող տպելը ոնց է, դրա անվարկային քաղաքականությունը ոնց է հիմիկվա սա էկոնոմիկան տնտեսությունը հիմնված պարտքի թողարկման վրա ու հանկարծ եթե բանկերը դադարեն փող տպել, ամեն ինչ տենց կփլուզվի ֆինանսական համակարգում։ Մի խոսքով տենց լավ խորացա մի քանի շաբաթ, տենց ուղեղս պայթեց այդ նոր ինֆորմացիայից ու նաև շատ ողջավորվեցի դրանից, որովհետև իրոք այդ գաղափարախոսությունը ոնց որ կիսում էի, որ պետքա այդ ահռելի ազդեցությունը պետության ձեռքերից, որոնք որ չարաշահում են այդ ազդեցությունը, վերադարձնել մարդկանց ձեռքերը, որ ամեն մեկը ինքը իր փողը ֆինանսը կառավարի ու դրանով ողջորված սկսեցի արդեն նյութեր կարդալ, ուսումնասիրել, մեկնաբանություններ անել, սկսեցի այնտեղ գրառումներ անել Facebook-ում իմ ընկերների համար, ինչ սովորում էի, կիսվում էի, մարդիկ էլ ինչ որ տենց հետաքրքրություն էին ցույց տալիս, որտեղ իրանց համար էր նորություն ու քիչ մարդեր ընդհանրապես տենց խորանում, փորձում հասկանալ, ես ինչա մի հատ էլ ուրիշներին բացատրում։ Տենց ժամանակին հետո վիդեոներ սկսեցի նկարել, որ պատմում էի թե, ասենք, ոնց է այս տեխնոլոգիան աշխատում, ինչ պրինցիպներով լիքը մարդիկ լիքը հարցեր են ունենում, այնտեղ միֆեր կան բազմաթիվ, որ ստեղծողը կարող է վաղը մյուս օր գա անջատի կամ չգիտեմ, ես ընդհանրապես ֆինանսական բուր գա, այնտենց հարյուրատ միֆ կա, որ ցանկացած մարդ, որ այս ոլորտ մտնում է, պետք է այդ հարցերը տա, այդ հարցերի պատասխանները ստանա, պատկերացնի ինչը ոնց է աշխատում, որ կարողանա առաջանցնի արդեն սեփական ուսր համոզմունքները ձևավորի։ Այնտենց վիդեոներ էի թողարկում, ու այդ ժամանակ հələ աշխատում էի IT ընկերությունում որպես ծրագրավորող, հետո բանը սկսեց, այդ պանդեմիան սկսեց COVID-ի ժամանակ լոկդաունը, տնից էինք նստած արդեն աշխատում, նաև լիքը ազատ ժամանակ կար, որովհետև այդ ճանապարհի բանի վրա այդքան ժամանակ չէր կորում։ Այդտենց կրիպտոյի մեջ ես լիքը ժամանակ անցկացնում էի կարդալուց կողքից բանալուց, հասկացա, որ Հայաստանում կրիպտոյից օգտվելուց ոնց որ մեծ անարդյունավետություն կա, ինքս որ բիթքոին էի անդադ առնում 2018 թվականից նաև աշխատավարձ էի ստանում բիթքոինով, ինձ թվում է ժամանակ շատ քիչ մարդիկ այդ ճոխությունը կունենան Հայաստանում բիթքոինով, հենց բիթքոինով էր գալիս, ոչ թե USDT կամ ինչ ուրիշ կրիպտո, բիթքոինով աշխատավարձ էին ուղարկում ամերիկյան այդ ընկերությունը, այնտեղի հաշվապանել կրիպտոյի մեջ ինչ որ կար, բաները մեխանիզմները գտել էր, թե այդ ոնց օրինական ձևով ամեն ինչ անել, բիթքոինով 18 թվից ստանում էի, ու մի մասը պետքա նաև կանխիկացնեի, որովհետև աշխատավարձս որ պետք է կարողանամ ծախսեմ ամենօրյա ծախսերի համար, ու այդ լինում էր այդ փողը հանել Հայաստանում կրիպտո բորսաների միջոցով, որոնք որ մեծ միջնորդավճարներ էին պահում։ 3-4-5% միջնորդավճար կարող է պահեին, ու որ նայում ես այնտեղ բացվածքը որն է ֆիերի, թե ինչի այսքան մեծ միջնորդավճար պահվում, այդ բանը բիրժաները ասում են, որ 3% մենակ Visa-ն ու Mastercard-ն են պահում այդ քարտային փոխանցումների համար։ Այսինքն դու եթե ուզում ես քարտով $1000 կրիպտո առնես, այդտեղից 3% միանգամից պահվում է $30 կորցնում ես։ Այդտեղ հասկացա, որ նույն գործունեությունը այդ փոխանակման առնելու ծախելու կարելի է լոկալ անել առանց այդ
խոշոր գլոբալ միջնորդների Visa-ի Mastercard-ի բանկային համակարգի ու սկսեցի այդ փոխանակման ծառայությունը ոնց որ շրջապատից առաջարկել նաև ահագին մարդ արդեն ինձ ճանաչում էր որպես ոնց որ կրիպտոից տեղյակ մարդ այդ բազային ցանցը ընկերների մեկ էլ կրիպտոյով հետաքրքրող մարդկանց ունե էլի ու առաջին իրանց առաջարկիցի ծառայությունն ասի եթե կրիպտո ուզեք առնել կամ ունենալ կրիպտո որ ուզում եք կանխկացնել կարաք ինձ դիմեք ես կազմակերպեմ ավելի էժան քան թե դուք կարաք այդ on-line անեք ու այդ 3%-ի մասը միանգամից դուրս է գալիս այդտեղից արդեն շատ ավելի ցածր տոկոսներով հիմա օրինակ մեր change-ը որ գործարքի կանում մինչև 0% կարան իջնեն միջնորդավճարները այսինքն դու կարողանաս $10,000 գործարք անել 10,000 հենց կրիպտոյել ստանել կամ հակառակը միջնորդավճար դրա համար չպահվի որովհետև երբ որ միջնորդներ հավելել չկա բանկ, չկա Visa Mastercard, չգիտեմ, ինչ որ intermediary բանկեր, միջնորդ բանկեր չկան, մնում է մենակ ընկերությունը ու հաճախորդը, այդ ամենամոտիկ ոնց որ շուկայական գինն է գալիս, որ ամենաէժան սակագնով դու կարողանում ես ծառայություն մատուցել։ Ու նաև դրա շնորհիվ որ հիմա Հայաստանում այսքան շատ կրիպտո փոխանակման ընկերություններ կան, որտեղ շուկան մեծանում է, այդ շուկային էլ սպասարկող ոնց որ բան է պետք, ընկերություններ անձնակազմը պետք ու տեսնում ես որ ամիսը մեկ մի հատ նոր change-ը Երևանում բացվում քաղաքի տարբեր հատվածներում մի խոսքով տեսա որ այդ հնարավորությունը կա փոխանակմամբ զբաղվելու ու նաև պահանջարկը ստեղծվեց մի 2-3 ամիս տենց համատեղեցի բանի հետ այդ IT ոլորտում աշխատանքից հետ հետո զգացի որ կրիպտոյի մեջ ոնց որ պահանջարկը շատ է մեծացել որ պետքա full time դրանով զբաղվեմ այնտեղից դուրս եկա արդեն լրիվ կրիպտով եմ զբաղվում հիմա արդեն 5-րդ տարին է լինում որ ամբողջությամբ կրիպտոյում եմ ու կրիպտոյի փոխանակմամբ եմ զբաղվում նո զուգահեռ նաև վիդեոբլոգ եմ վարում YouTube-ում որտեղ մարդկանց ոնց որ կրթում եմ իրազեկում եմ կրիպտոյի մասին նաև ընթացիկ ֆինանսական նորությունների մասին ու իմ միսիաներից նպատակներից մեկն է որ ավելի շատ մարդ իմանա այս ոլորտի մասին ավելի շատ մարդ տեղյակ լինի թե կրիպտոն ինչ է թե բիթքոյնը ինչ է թե գործող ֆինանսական համակարգը ինչ թերություններ ունի ինչ վտանգներ կան այս գլոբալ մեծ փուչիկի մեջ որ հիմա տնտեսություններում փչվում է ու մարդիկ պատրաստված լինեն որտեղ մարդիկ եթե պատրաստված լինեն այդ ինֆորմացիան ունենան երբ որ այդ դժվար ժամանակները գան իրանք ավելի քիչ դրանից կտուժեն ու եթե գլոբալ նայենք պետությունն էլ եթե այդ ինֆորմացիան ունենա ինքն էլ նախապես կարողանա այնպես դիրքավորվել որ ոչ միայն ավելի քիչ տուժի այլ նաև հնարավորություններից օգտվի ոնց են ասում որ ցանկացած կրիզիս նաև մեծ հնարավորություններ իրենց ներկայացնում եթե ճիշտ է դիրքավորում ճիշտ գործողություններ անում այդ կրիզիսի ժամանակ կարաս մեծ օգուտներով դուրս գալ ու նաև ասում են որ ֆինանսական ճգնաժամերի ժամանակ են ծնվում ամենաշատ միլիոնատերերը ու միլիարդատերերը, որովհետև իրանք այդ փոփոխության ճիշտ կողմում են կանգնած, մինչ լայն մասաները ոնց որ տուժում են իրանց ֆինանսական ցածր գրագիտությունից, ճիշտ տեղ ճիշտ գումար ներդրած կամ էլ նախապես կապիտալ ունեցող մարդիկ ոնց որ այդ ամեն ինչ շահում են։ Այս նոր ասում որ exchange-ը հիմա շատ է զարգացած, որտեղ պահանջը շատ է, որ պահանջը շատ է, ուրեմն կան հաճախորդներ, կան մարդիկ, ում էդի պետք է, ուզում եմ հարցնել вообще հիմա ոնց է գնահատում վիճակը вообще կրիպտոյի Հայաստանի կան ինչ որ կամպանիաներ, պրոյեկտներ, не знаю, ոնց է հիմա Ну բոլոր երկրներում կրիպտո իրականում կա։ Միտեղ շատ է, միտեղ քիչ է։ Հայաստանում իրականում տարածաշրջանում ամենաքիչ ցուցանիշներից է, որ իսկ ինտերնետում արկա որոշ տվյալների մի 4%-ն ընդհանրապես բնակչության, որ կրիպտոից օգտվում է ակտիվ ձևով, այսինքն մեր 3 միլիոն բնակչության մոտ 120,000 մարդիկ, օրինակ մեր ընկերությունն էլ 50,000 հաճախորդի ունիկալ սպասարկել է, որը էլի իրատեսական հաշվի առնելու որ ամենաառաջին ընկերություններից ենք որ 5 տարի առաջ էլի գործում ենք հիմա նույնպես գործում ենք այդ պահանջարկը գնալով մեծանում է նրանով որ ավելի շատ մարդիկ են հասկանում որ կրիպտոյով ավելի հարմար է ինչ որ գործարքներ անելը հիմա ահագին առևտրաշրջանառություն կրիպտոյով է արվում մեր գործընկեր պետությունների հետ տնտեսական որոնց որ հետ առևտուր կա ապրանքը շրջանառություն կա ոմանք մարդիկ գիտեն, որ սանկցիաների տակ են, միջազգային սանկցիաների, որ բանկային համակարգից կտրված են, կրիպտոյով հնարավոր է
այդ բանը նույն գործունեությունը անել, հա, ֆինանսներ ուղարկելու ստանալու, առանց այդ ֆինանսական կազմակերպությունների կարիքի։ Ու հաճախ ավելի հեշտ, արագ ու էժան է լինում այդ ամեն ինչը անել։ Որ եթե բանկային փոխանցում պետք է անեիր, մի քանի օր պետքա սպասեիր մինչև այդ փոխանցումը տեղ հասներ, կամ արանքում կարող է ինչ-որ հարցեր սկսել տային, թե այս փոխանցումները կարող է ինչ-որ արգելված կամ սանկցիոն ապրանքներին են վերաբերվում, հիմա չգիտեմ, էլեկտրոնիկա, ինչ-որ սահմանափակումներ կան հիմա առևտրի վրա։ Այս ամեն ինչը երբ որ քաղաքականացվում է փողը, որ փողը ընդհանրապես գործիք է, որ մարդիկ իրար կապիտալ են փոխանակում ապրանքներ իրար հետ փոխանակելու համար։ Հիմա երբ որ կա արդեն այնց համակարգ, այնց փող, որը որ պետությունների կամ բանկերի վերահսկողությունից դուրս է, մարդիկ քաղաքացիների բիզնեսները արդեն չեն էլ հարցնում է թույլտվությունը, իրենք ուղղակի դա անում են։ Հիմա փողը կարող ես, կապիտալը կարող ես ինչքան ուզում ես տեն շրջանառել անսահմանափակ, պետություններն էլ եթե ինչ-որ արգելված բաներ կան, թող արդեն ապրանքների մակարդակով այդ ամեն ինչը վերահսկեն։ Որ եթե ինչ-որ ապրանք է սահման անցնում, չգիտեմ, էլեկտրոնիկա չի կարելի կամ անցանկալի է կամ ինչ-որ պետության համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքը, որ չպետք է երկրից դուրս գա, թող սահմանին այդ ամեն ինչը արգելվի, թույլ չտրվի բանանել, բայց փողը բերել այս ամեն ինչին քաղաքականությանը խառնելը այդքան էլ լավ բան չի, ու արդեն մարդիկ ոնց որ սրանով հազորացվում են, երբ որ իրանք կարողանում են այդ պետության բանից դուրս գալ ու իրանք իրանց փողը տնօրինել։ Հարցը ոլորտի вообще Հայաստանում կրիպտո ոլորտի հետ կապված առևտրաշրջանառությունն է տենց զգալի մաս, լիքը մարդիկ կան, որ նաև աշխատավարձեր են ստանում կրիպտոյով, որ IT ծառայություններ հիմնականում երբ որ արտերկրյա վերամատուցում ես, տարբեր այնտեղ բաներ կան, Payoneer-ը, PayPal-ը, որ այդքան նորմալ չեն աշխատում կամ էլ կարող է մեծ միջնորդավճարներ դեն դրանցով գումար ստանալու համար։ Կրիպտոյը որ ստանում ես, էլ էստեղի փոխանակման կետերով կարողանում ես, ասենք, 0.5%-ով այդ փոխանակել հանել քո փողը, ավելի հեշտ ու արագ ալնում, ավելի էժան, քան թե այդ մյուս ֆինանսական ընկերությունների միջոցով։ Թրեյդերներ կան, որ նաև կուրսերի տատանման վրա աշխատում են, հետո տուրիստներ կան, ովքեր որ գալիս են այստեղ իրանց փողը կապիտալ կրիպտոյով են բերում, ծախսում են, օրինակ, երբ որ 22 թվականի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը սկսվեց, այնտեղ Ռուսաստանը սահմանափակում դրեց, որ ամիսը $10,000 ավել չես կարող երկրից հանել, բայց լիքը ռելոկանտներ ուզում էին այստեղ գալ, իրանց կապիտալը իրանց հետ բերել, տեղափոխել, ու դա կրիպտոյով էին անում, որտեվ Ռուսաստանը իրանց արգելել էր այդ փողը հանել, չէին ուզում կապիտալի արտահոսք լիներ երկրից, բայց մարդը իր փողն է, իր կապիտալն է, իր կյանքի ստեղծածն է, ինչի՞ չպետք է կարողանա իր հետ տեղափոխի ուր որ ուզում է։ Դուք մի քիչ ավելացնեմ, միայն Ռուսաստանը չէ, բոլոր երկրները вообще, то есть դու ուներ քո հաշվին փող, հիմա Visa, Mastercard ու Swift-ը քո համար չի աշխատում։ В общем, դու պետք է միձևի այդ փողը հանես։ В общем, ֆինանսական համակարգից կտրված է։ Նու հիմնականում ռուսները քեշով էին ուզում հանել, բայց այդ էլ аэроպորտում չի կարելի մեծ քեշ տանել։ Նու եթե գլոբալ սահմանափակումների մասին խոսանք, ասենք նույն Չինաստանում կան capital controls, կապիտալի վերահսկման սահմանափակումներ էլի, որ տարեկան $50,000-ից ավել փող չես կարող երկրից հանել, ու այդ էլ նույնպես հիմա կարաս ասես օրենքով արգելված է, բայց օրենքները իրականում պետքա մարդկանց ծառայեն, ոչ թե մարդիկ ծառայեն օրենքներին, ու եթե քո կապիտալն է, քո ստեղծածն է, ինչի դու չպետք է կարողանաս քո հետ ուզես տեղափոխես, այդ էթիկական ոնց որ հարցն էլ է առաջանում, որ հիմա կարելի է դնել պետությունների հետ լոբինգ անել, բանակցել, բանել, կարելի է նաև այլընտրանք ստեղծել, որ դու էլ պետություններին չհարցնես։ Հիմա եթե պետությունները մտածեն հանցագործ են սաղ մարդիկ, հա թող սաղ մարդկանց հետևից ընկնեն, բայց այդ մարդիկ հետո քվեարկելու են ու մյուս իշխանությանը, մյուս պետության կառավարիչներին ստեղծեն, ովքեր որ նմանատիպ բանով սկզբունքներով չեն վարվի, էլի։ Հիմա այտենց ռելոկանտները գալիս էին Հայաստան, մեծ փող էին բերում, նաև լիքը մարդ, ասենք, գալիս էր մեր փոխանակման կետում խոշոր գումարներ կանխկացնում էր, որ ստեղ ավտո առնի, տուն առնի, ինվեստիցիա անի, բիզնես սարքի, ու այդ կապիտալ տեղաշարժերի համար կրիպտոն շատ հարմար է։ Հատկապես այն երկրները, որոնք որ բախվել են այդ խնդիրներին բանի հետ կապված, կապիտալի վերահսկման հետ կապված կամ էլ միջազգային սանկցիաների, նույն, չգիտեմ, Ռուսաստանն է, Իրանն է, իրանք ավելի շատ են ոնց որ իմանում կրիպտոն ինչա, կրիպտոից սկսում են օգտվել։ Հա, նաև կա մի հատ էլ ուրիշ սեգմենտ, այն երկրները, որտեղ որ մեծ ինֆլյացիա ու հիպերինֆլյացիա եղել, այդ երկրները նույնպես
ավելի շուտ են իմանում կրիպտոյի մասին, ավելի շատ է այնտեղ տարածվում, ասենք հարևան Թուրքիայում տարբեր ցուցանիշներ կան, էլի, միտեղ գրած է 30%, միտեղ գրած է 50%, մարդկանց 30-ից 50%-ը բնակչության այնտեղ կրիպտո ունի։ Ինչի այնտեղ այդքան մեծ տոկոս կրիպտո ունի, իսկ Հայաստանում ընդամենը 4% ունի։ Պատճառը այն է, որ Թուրքիայում վերջի տարիներին շատ մեծ ինֆլյացիա կար, հա, երկնիշ ցուցանիշներով 10-20-30% մինչև տարեկան ինֆլյացիա էր ելնում։ Մարդիկ էլ իրենց կապիտալը միտեղ պահպանելու, պահոստավորելու տեղ պետք է ունենան։ Մարդիկ իրենց պետական արժույթը լիրայր չէ, ոնց որ այդ փողը պետական արժույթը վերածում էին կամ USDT կամ Bitcoin-ի ու դրանով պաշտպանվում էին ինֆլյացիայից, պաշտպանվում էին պետությունից, պետության վարած սխալ քաղաքականությունից, որ իրենց կենտրոնական բանկը մեծ քանակի փողեր տպում, անվստահություններ առաջացնում քաղաքացիների մոտ թույլատնելով իրենց պետական արժույթը, մարդիկ էլ դրանից պաշտպանվելու, դրանից փախնելու տեղ էին ման գալիս, կրիպտոն ամենահեշտ բանն է։ Մի հատ հեռախոսդ քաշեցիր, փողդ վերածեցիր կրիպտոյի, վсё, դու քո փողի տերն ես։ Էլ ոչ մեկ չի կարա քո փողը արժե զրկի, չի կարա քեզ այնց խլի գողանա, ու դրանով ոնց որ մարդիկ ավելի հզոր են դառնում։ Էլի Հայաստան վերադառնալով, նու այդ երկու բաներն են, որ հիմա գնալով ավելի մեծ տարածում է ստանում կրիպտոն, այսինքն ավելի շատ մարդիկ գնալով առնչվում են, հասկանում են սրա օգուտները, նաև տեսնելով, որ նույն Bitcoin-ը գնալով մեծ տարեկան աճ է գրանցում, վերջ 10 տարվա մեջ միջինում տարեկան 87% աճել է Bitcoin-ը, հա, որը էլի ինվեստիցիայի տեսանկյունից էլ շատ մեծ գրավչություն ունեցող բան է։ Ու այդ բաները ոնց որ կոմբինացնելով գնալով ավելի մեծ տարածում է ստանում կրիպտոն, ու երբ որ տարածումը մեծ ստանում, նաև ընկերություններ պետք է լինեն, որոնք որ սպասարկում են այդ կրիպտոյի հոսքերը, շարժերը, ու եթե 5 տարի առաջ երբ որ մենք նոր ենք սկսում աշխատել այդ ժամանակ կար ասենք, չգիտեմ, 5 հատ 10 հատ change մաքսիմում Հայաստանում։ Հիմա երևի 100-ին մոտ արդեն change կա կամ P2P-ով զբաղվող մարդ կա, որովհետև նաև շուկան տասնյակ անգամներով մեծացել է։ Ու տարեց զգացում է, որ գնալով մեծանում է պահանջարկը այնտեղ նոր ծառայությունների հանդեպ կամ ավելի մեծ ծավալների հանդեպ, ու այստեղ նաև պետության հետ համագործակցելու բանն է առաջանում, որ հիմա կարգավորված չի դաշտը, խոչընդոտներ կան այդ ամենի համար, բանկային համակարգներն ընդեղից տեսնելով, որ իրանց բիզնեսից ինչ որ հատված դուրս է գալիս, իրանց վերահսկողությունից դուրս է, դժգոհում են դրանից, փորձում են այնց օրենքներ անցկացնել, որ կվնասեն այս ոլորտին, կսահմանափակեն, որ ամեն ինչ էլի գնա բանկերով անցնի, ու սա հիմա այտենց ամենալուրջ խնդիրներից է, որ այս ոլորտում հիմա կա ու ակտիվ քննարկվում է։ Դրա մասին ուզում եի ամենակարևորը խոսել, արդեն քո պատասխաններից արդեն զգում եմ, որ մեր մտքերը մի քիչ մոտիկ են։ Ես էլ այնտենց մտքեր ունեմ, նո, այն մասին, որ պետությունը ինչքան է դրա մեջ խառնվում, etc. В общем, հա, ուզում եի հարցնել, ես Հայաստանում ոնց որ ես հասկացա, թազա օրենքներ են ընդունում, որ значит, ստացվում է, որ կամպանիան կրիպտո պետք է լիցենզիա ստանա կենտրոնական բանկից, այդ իր սեփականատերերը պետք է գրանցվեն, իրանց մասին պետք է ամեն ինչ համել, բոլոր հաճախորդները պետք է էլի KYC, в общем, որ ամեն ինչ իրանց մասին իմանան։ Ու եթե իմանում են, իմանում են ոնց է փողերը գնում, ну, передвижение денег. Вот. Դե էտիվես ամենակարևոր վատությունները, իհարկե այնտեղ շատ բաներ են ընդունել, բայց ինձ թվում է դա ամենավտանգավոր բաներն են, որ ընդունում։ Ոնց է вообще քո միտքը, ոնց է թազա օրենքները։ Ну իհարկե այդ կրիպտոյի հենց էթոսին հակասում է, որ մարդկանց ֆինանսական անկախությունը տալիս այդ քո նշած բաներից ֆինանսական հոսքերի գեր վերահսկողությունից դուրս է գալիս կրիպտոն։ Այստեղ երկու հատ բան կա, որ կրիպտոյով անձնական փոխանցումները ինչքան էլ պետությունը ուզի, մեկը չի կարող վերահսկի։ Կարան վերահսկեն մենակ կրիպտոյով ծառայություն մատուցող ընկերությունների մակարդակում։ Այսինքն բանկի նման ընկերություններ, եթե կան,
բանկային հաշվից մյուս հաշիվը կարան լիցենզիաներով, օրենքներով չգիտեմ ինչով վերահսկեն։ Բայց երբ որ մարդիկ քեշ փող ունեն, իրար քեշ են տալիս, պետությունը ինչքան ուզում է իրան ճեղի, չի կարող իմանա, որ չգիտեմ, ինչ որ տանը, պատեզդում կամ դուրսը ինչ որ մարդիկ ինչ որ գործարք արեցին։ Նույն բանը կրիպտոյի անձնական դրամապանակներն է վերաբերվում, որ երբ որ մի անհատից մյուս անհատ ուղիղ փոխանցում է գնում, պետությունը ինչ օրենք ուզում է գրի, չի կարա դա վերահսկի։ Նույն Չինաստանում ասենք գլոբալ արգելք կա կրիպտոյի վրա, բայց եթե դու անձնական դրամապանակ ունես, չգիտեմ, Electrum, Edge, Exodus, Trust Wallet, երբ որ դու քո բանալիներ ունես կրիպտոյի, դրանով փոխանցում ես անում, ով ուզում է լինի, չի կարա իմանա այդ փոխանցման մասին։ Ասենք նույն Չինաստանում, որ ասում եմ արգելք կա տոտալ կրիպտոյի վրա, այնտեղ չես կարա հարնես ծախես անգամ կրիպտո, բայց ցանկացած չինացի կարա հեռախոսի վրա կրիպտո app քաշի, դուբոյ աշխարհի ծերից փոխանցում ստանա, ցանկացած տեղ փոխանցում անի, ու պետությունը չի կարա դրա դեմը առնի։ Հիմա վերադառնալով Հայաստան, այստեղ ուզում են կիրառել այդ բանկային համակարգի հնացած կանոնները կրիպտոյի վրա ու դաժե դրանից ավելի խիստ ձևով այդ ամենը կիրառել, որը իր բացասական հետևանքներն է բերում։ Նախ սա ոնց որ նոր երևույթ է, նոր տեխնոլոգիա է, պետք է նաև ըստ դրա այդ ամենը առնչվել։ Պետք է ըստ դրա նաև կանոնները մշակել, որ օրինակ նույն կենտրոնական բանկը կանոնները բաները մշակելուց իրանք ասում են, որ բանկային համակարգում կա travel rule կոչվածը, որ պետք է բոլոր փոխանցումները հետագծելի լինեն, այսինքն դու միշտ իմանաս, որ կրիպտոն X մարդուց գնաց Y մարդու, հետո գնաց Y-ից Z մարդու, որ եթե հետո ինչ-որ խնդիր լինի, այդ ամբողջ շղթան կարողանաս բացահայտես, իմանաս ինչ օղակներով է այդ գումարը անցել։ Բայց կրիպտոյում էլի անձնական դրամապանակները դա անհնար են դարձնում, որ դու ուզում ես լիցենզավորված ընկերություն ունես, կենտրոնական բանկից լիցենզիա ստացած լինես, ունդեղ հաճախորդները բոլորը նույնականացված են, հաշիվներն են մոտդ բացած, եթե հանկարծ անձնական դրամապանակից փող եկավ, դու չես կարող իմանաս այդ անձնական դրամապանակը ումա պատկանում, որովհետև այդ դրամապանակները գրանցում ասված չունեն, ոչ հեռախոսի համարով չես գրանցում, email-ով չես գրանցում, անձնագրով չես գրանցում, ծրագիր ես քաշում, ծխում ես ստեղծել դրամապանակ, բանալիները ստեղծվում են այդ 12 բառերի տեսքով, դու կարողանում ես արդեն փող ուղարկել ստանալ։ Բացի դրանից կարող է այդ դրամապանակը ոչ թե մի հոգու պատկանի, այլ անվերջ քանակի մարդկանց կողմից տնօրինվի, որտեղ նույն բանալին կարա մի հոգին, ես կարամ իմ բանալիները ուրիշին տամ, ինքն էլ այդ նույն դրամապանակից օգտվի։ Ու եթե ինքը ուղարկեց այդ նույն լիցենզավորված ընկերությանը, այդ ընկերությունը չի կարող իմանա ով է իրականում փոխանցումը արել, կամ ում է այս փողը պատկանում։ Այդտեղ էլ արդեն այդ բանկային համակարգի այդ քառակուսի մտածելակերպով սահմանափակումները, որ ուզում են դնեն այս բանի վրա, ոնց որ փչվում են, անհնար են դառնում, որտեղ անգամ այդ մակարդակով չես կարա այդ ամենը ստուգել վերահսկել։ Բայց այդտեղ ավելի խորը խնդիրներ կան։ Վերջի տարիներին 2018 թվականից սկսած կենտրոնական բանկը այս ոլորտը մաքսիմալ սահմանափակել խեղդել է նրա միջոցով, որ ինքը իր դիրքորոշումը արտահայտել է հայտարարության տեսքով, այնտեղ բանկերն ուղարկած շրջաբերականին տեսքով, որ ասում է կրիպտոն ռիսկային է, դրանով փող են լվանում, տերորիստներ են ֆինանսավորում, չգիտեմ ինչ, մինչդեռ միջազգային ցուցանիշներով, ասենք KPMG զեկույցով կրիպտոյի շրջանառության ընդամենը 0.24%-ն է անօրինական փողերին շրջանառվում։ 0.24%-ը։ Հիմա կենտրոնական բանկը ասում է, այս անօրինական բաները, չգիտեմ, փողերի լվացում եւ այլն, մինչդեռ սոսկի բանկային համակարգով շատ ավելի շատ կեղտոտ փողեր են շրջանառվում, քան թե կրիպտոյով, էլի։ Իրանք ասում են, քանի որ այս կրիպտոն այսքան վտանգավոր անվերահսկելի է, մարդիկ ու բանկերը պետք է հեռու մնան այս կրիպտոյից։ Հիմա արդեն 7 տարի շարունակ բանկերը չեն սպասարկում կրիպտո ընկերություններին, մենք էլ ասենք 5 տարիա գործում ենք, մի հատ բանկային հաշիվ չենք կարող ունենալ, որը էլի տրամաբանությունից դուրս է ու նաև ոնց որ պետական մտածելակերպից էլ է դուրս, որ պետությանը ձեռ է տալիս, որ այս ոլորտը զարգանա։ Պետությանը ձեռ է տալիս, որ ընկերությունները ստեղ հիմնվեն, աշխատատեղեր ստեղծեն։ Մինչդեռ ինչ որ մասնավոր ընկերություններ, բանկեր ֆինանսական համակարգից ուղղակի կտրում են այս ընկերություններին։ Մի հատ էլ պետությունը օրենքի մակարդակով մոնոպոլիաներ է ստեղծում բանկերի համար, նույն անկանխիկի օրենքը, որ ասում է 300,000 դրամից ավել գործարքներ Հայաստանում պետք է անպայման քարտով անես կամ փոխանցումով անես, այսինքն բանկային համակարգով պարտադիր պետք է անես։ Իսկ երբ որ կրիպտո ընկերությունն է ու բանկային համակարգը չի սպասարկում այդ ընկերությանը,
անհնար է դառնում այդ օրենքներին համապատասխանելը։ Իսկ պետությունը մոնոպոլիա է տալիս, բայց այդ մոնոպոլիայից չեն կարողանում օգտվել կրիպտո ընկերությունները։ Ու դրա պատճառով մեր մոտ շատ թեր զարգացած ա եղել կրիպտո համակարգը, որ ընկերությունները շատ փոքր են եղել, ասենք նույն մեր ընկերությունը փորձել ենք շատ բաներ ավտոմատացնելու համար պետք են API-ներ, պետք է API-ների համար բանկերի հետ համագործակցություն, որ կարողանանք այդ փոխանցումները ավտոմատ կերպով անել, ստանալ, ուղարկել, կամ երբ որ փորձում ենք կրիպտո բորսա բացել, էլի բանկերը չեն համագործակցում, որովհետև իրանց կենտրոնական բանկը կոպիտ ասած թույլ չի տալիս համագործակցել կրիպտո ընկերությունների հետ։ Ոստեղ շատ մանր ստարտափային ընդամենը միջավայր է, ընդամենը change-երի մակարդակով, որ ամենամեծ կրիպտո ընկերությունը Հայաստանում որ նայես, մի 10-20-30 աշխատող մաքսիմում ունենա, որոնք որ էլի ինչ-որ աննորմալ պայմաններում են աշխատում, չգիտեն ոնց իրանց հարկերը հաշվեն, չգիտեն ոնց բանկում հաշիվ բացեն, չգիտեմ, post-terminal իրանց մոտ դնեն ընկերության մոտ, կապիտալը դրա հետևանքով փոքր է լինում, չեն կարողանում դուրս գալ միջազգային շուկա, որտեղ միջազգային շուկա մենակ փոխանցումով կարող է սպասարկել։ Իսկ եթե դու բանկային համակարգչություն ես, էլի փոխանցում չես կարող ընդունել։ Ու մեր մոտ դրա հետևանքով թեր զարգացած ա եղել այդ միջավայրը։ Հա, մոռացա ասել նաև, որ միջազգային կրիպտո ընկերությունները նույնպես չեն կարողանում գալ ստեղ այդ նույն սահմանափակումների պատճառով։ Կան հազարավոր կրիպտո ընկերություններ, որ աշխարհի տարբեր երկրներում գործունեություն են ծավալում, ու այդ հազարավոր ընկերություններից ոչ մի հատիկը Հայաստանում չկա։ Ինչի չկա, որովհետև ցանկացած ընկերություն, որ ստեղ գա գրանցվի, աշխատողներ պահի, պետք է նախ ունենա բանկային հաշիվ, որով կարողանա աշխատողներին աշխատավարձ վճարել։ Իսկ եթե դու այդ օղակում արդեն փակում ես, արգելում ես ամեն ինչ, ոչ մի բան առաջ էլ չի կարող գնալ, չի կարող զարգանալ։ Հիմա վերադառնալով ռեգուլյացիային, եթե այսպիսի թեր զարգացած միջավայր է եղել, ընկերություններն են մանր են եղել, այսինքն փոքր բիզնեսներ են, միջին էլ դժվար է ասել, էլի 20-30 հոգանոց staff ունեցող ընկերությունը, ու դրանց վրա հիմա վերում ես այն ամենագիգանտ, ամենամոնստր օրենքն ես կիրառում, վերցրած եվրոպական միությունից, որտեղ էլի ստարտափային միջավայրը զարգացած չի, այնտեղ էլ ամեն ինչ սա խոշոր ընկերությունների էլի ինչ որ կիսամոնոպոլ բաների վրա ամեն ինչ հիմնված, այսինքն մենակ բորսաների վրա է կենտրոնացված այդ ամեն ինչը, վերում ես, ուզում ես այդ նույն օրինակը ստեղ դնել Հայաստանում, ստեղ կիրառել Հայաստանում, ստացվում այն, որ այդ ընկերությունները փոքր հնարավոր չկարողանան ուղղակի այդ բարդ ռեգուլյացիային համապատասխանել, որ եթե էլի անիրատեսական պահանջներ ես դնում նույն այդ travel rule-ի հետ կապված, կամ կենտրոնական բանկը հիմա ինքը պետք է որոշի ինչքան կապիտալ է սահմանում, որ դու պետք է ունենաս, որ կարողանաս այս ոլորտում լիցենզիա ստանաս։ Այդ էլ է բաներից խնդիրներից մեկը, սա դրա մասին ավելի մանրամասն արժի խոսալ, կամ էլ դու պետքա ներքին ու արտաքին աուդիտ անցնես, որպես ընկերություն, պետքա բիզնես պլան ունենաս, որը հավանություն ստանում կենտրոնական բանկի կողմից, այդ մի քիչ աբսուրդային բան էլի, հա, որ ռեգուլյատորը բյուրոկրատական բան է, որ բիզնեսի հետ ընդհանրապես կապ չունի, ինքը պետք է որոշի, թե բիզնեսմենը այսինչ բիզնես պլանով կարա աշխատի, թե չի կարա աշխատի։ Ղեկավարները պետք է էլի հաստատվեն, ընկերությունների ղեկավարները կենտրոնական բանկի կողմից։ Էլի մի քիչ աբսուրդային բան է, ասենք պատկերացրեք էլի հազարավոր կրիպտո ընկերություններ կան միջազգային ու խոշորներից մեկը գալիս է ուզում է Հայաստանում մասնաճյուղ բացի, այստեղ լիցենզիա որ ստանան, այստեղ մասնաճյուղի ղեկավար նշանակեն, պետք է ինչ որ կենտրոնական բանկը իր կարևոր կարծիքը արտահայտի ու իր դապրոն տա, որ այդ միջազգային խոշոր կայացած ընկերությունը այստեղ կարողանա այդ մարդուն դնի այդ ընկերության ղեկավար։ Այնտեղ անվտանգության համակարգեր պետք է ունենան, որոնք որ էլի հստակ չի օրենքով սահմանված, թե ինչ է իրենց ներկայացնելու, ինչ տեսակի ծախսեր են ներկայացնելու, որտեղ այս ամեն ինչ որ թվարկում են, իրանք ծախսեր են։ Տարածքի հետ կապված չափանիշներ պետք է ոնց որ որոշի կենտրոնական բանկը։ Կարող է որոշումա, որ հիմա ասենք 50 հատ գրասենյակ է Երևանում, այդ 50-ը հիմա այլևս չեն համապատասխանում այդ չափանիշներին։ Հիմա եթե նայում ենք բանին, դոլարի change-երի օրինակին, այնտեղ էլ այնքան են բարդացրել այդ չափանիշները վալյուտայի
բանը change-ում էլի, որ դու պետք է ինչ որ առևտրային տարածքում, այսինքն սուպերմարկետում, որ առնվազն ինչ որ 200 300 քառակուսի մետր է, պետք է այդտեղ կետ ունենաս, որ կարողանաս այդտեղ փոխանակմամբ զբաղվել։ Ու հիմա բանը հասել է նրան, որ այդ կետերը սա հագեցել են, էլ ոչ մի խանութ բան Հայաստանում կամ Երևանում չի մնացել, որտեղ change-ի точка չկա, ու եթե դու ուզում ես նոր սկսես այդ վալուտայի փոխանակմամբ զբաղվել, օրենքով չես կարող համապատասխանես, տեղ չի մնացել, որ դու կարողանաս այդ տարածքին համապատասխանող ինչ որ բան վերցնել, որ լիցենզիա ստանաս։ Հիմա եթե օրինակ նմանատիպ պահանջներ դնի կենտրոնական բանկը, այս գործող օրինակ 50 ընկերությունների համար, դրանք էլի տեղ չեն ունենալու, որ նմանատիպ պահանջներով գնան արդեն ինչ-որ public տեղ, խանութների մեջ տեղ վերցնեն, որտեղ սկսեն ծառայությունը մատուցել, որտեղ ամենտեղ արդեն տեղերը լրացված են։ Կամ էլ ինչի ընդհանրապես պետքա տարածքի հետ կապված բաներ, չափանիշներ սահմանի կենտրոնական բանկը։ Ամեն ընկերությունը ինքը գիտի իր կլիենտների պահանջը, իր անվտանգությունը, իր ռիսկերը, իր ֆինանսների կամ չգիտեմ աշխատակիցների կառավարման մեթոդները։ Ուստեղ էլի գալիս ենք նրան, որ լավ բան չի ամեն ինչ գեր կարգավորելը։ Օրինակ նույն Եվրոպան էլի գնացել է այդ ճանապարհով, Եվրոպան ինչի համար է հիմա շատ հայտնի իր բարդ ռեգուլյացիաներով, որի հետևանքով խոշոր ընկերությունները, ստարտափները հեռանում են Եվրոպայից, այնտեղ համարյա ոչ մի բան չի մնացել, ինովատիվ բիզնես չի մնացել, կամ այնտեղ համարյա ոչ մի ստարտափներ չեն ստեղծում, որոնք որ վաղեմի այսօր unicorn են դառնում, մեծ ներդրումներ են ներգրավում, որովհետև այնքան աննորմալ պահանջներ են դրվել պետության կողմից, այնքան բարձր հարկեր են դրվել, որ այնտեղ գրավիչ չի այդ ամեն ինչով աշխատելը, ու դու ավելի շատ ժամանակ ծախսում ես ինչ որ թղթի վրա գալոչկաներ դնելուն ու բաներին պահանջներին համապատասխանելու վրա, քան թե քո բուն գործառույթը ինովացիա անելը, հաճախորդներին սպասարկելը, բիզնես գործունեություն իրականացնելը դրա վրա։ Ու Հայաստանում երբ որ նմանատիպ բան էլի բերում են դնում են թե զարգացած նոր սաղմնային փուլում գտնվող ոլորտի վրա, այստեղ ոլորտը կարող ուղղակի ոչնչացվի։ Ու երբ որ այս ոլորտը ոչնչացնելու մասին խոսում ենք, այդտեղ կարելի ասել երկու շահառու կարող լինի, մեկը բանկային համակարգը, որ բանկերը չեն ուզում, որ ոնց որ իրանցից այդ ազդեցությունը դուրս գա, որ իրանք այդ սաղ ֆինանսական հոսքերը չսպասարկեն։ Ու այդտեղ էլ է մեծ հարց առաջանում, թե ընդհանրապես ինչի է պետությունը տալիս է վերահսկողությունը կենտրոնական բանկին, որը որ կրիպտոյի հետ լրիվ հակազդող բաներ են, էլի մրցակից ոլորտներ են կրիպտոն ու բանկային համակարգը։ Չի կարա բանկային համակարգը վերահսկի կրիպտոյին, որովհետև պարզանենց կվերահսկի, որ կրիպտոն ուղղակի չկարողանա զարգանալ։ Կամ էլ որ ամեն ինչ բերում են անկանխիկով են էլի ուզում սարքեն, դա էլ մոռացա ասել, ուզում են այս տարվա վերջից արգելել քեշով կրիպտոյի գործարքները, որ դու մենակ բանկային փոխանցումով կարողանաս անես։ Եթե դրան տանենք, կստացվի, որ երկու հատ լուրջ խնդիր կարա առաջանալ, որ կամ բանկերը ընդհանրապես չեն սպասարկի, ոնց որ մինչև հիմա չեն սպասարկել, որտեղ կենտրոնական բանկը իրանց խորհուրդ չի տալիս այս ոլորտին առնչվել։ Կամ էլ անգամ եթե արդեն այդ արգելքը հանի, բանկերը կարող ասեն մենք մասնավոր ընկերություն ենք, չենք ուզում սպասարկել, չենք սպասարկի։ Կամ ներքին կարգով կենտրոնական բանկը խորհուրդ տված լինի, որ չէ, всё մի սպասարկիկ, թող այս ոլորտը տենց փակվի գնա։ Մի ռիսկը է դա, կամ էլ եթե անգամ սկսեն սպասարկել, միջնորդավճարները բազում պատկվելու են։ Այդ նույն Visa Mastercard POS terminal որ խոսում ենք, ասենք դուք ցանկացած սրճարանում որ քարտով չտեսնում եք, դրանից 2-3% գնում է այդ բանկին։ Հիմա եթե նույն բանը կրիպտոյին ենք բերում, այն որ խոսում է 0% միջնորդավճար կամ 0.3, 0.5%, մաքսիմում 1% միջնորդավճար, եթե դրա վրա մի հատ էլ այդ նացենկայի վրա ավելանում է բանկերի բանը, միջնորդավճարը, ստացվում է ասենք 0.5%-ը դառնում է 3.5%։ Ինչի համար, որովհետև արանքում հայտնվել է բանկ, ինքը իր շատ կարևոր գործառույթով, որ պետք է ինքը այդ սաղ փողերը անցկացնի, ու էլի իր սաղ դանդաղ կոտությամբ, որ փոխանցումները կարող է հաջորդ օրը կամ հաջորդ շաբաթ նոր նստեն, որ սաղ իմաստը վրոդի էդ էր, որ ավելի արագ, հեշտ, էժան այդ ամեն ինչը անես, բայց էլի բերում են մի հատ էլ բանկերի պահանջը դնում են արանքում, որ էլի այդ արագ հեշտ էժանին գումարվում է մի հատ էլ նույն բանկերի դանդաղ, դժվար ու թանկ բանը, արդյունքում էլի նույն դանդաղ, դժվար ու թանկ բանն է մնում։
Իսկ ողջ տրամաբանությունը ոնց որ հակասում է։ Իհարկե անկանխիկով գործառույթների պահանջել կա, որտեղ մենք օրինակ մեր ընկերությունում ասենք փոխանցումների մի 90-95% փոխանցումով են գանում։ Մի 5-10% ընդհանրապես քեշով գործարքներով են գանում։ Որտեղ հաճախորդներին հարմար չի ասենք օֆիս գալ։ Իրանք ուզեն իրանց քարտի վրա գումար ընդունել։ Ու այդ տրամաբանական է, որ դու այդ այլ ընտրանք ունես, որ կարող ես համնենց անես։ Հարց կառաջանա թե ոնց ենք մենք 95% փոխանցումով անում, եթե բանկերը չեն սպասարկում, այդ էլ է խնդիրներից մեկը, որ մենք անում ենք այդ ամենը անձնական հաշիվներով, որ էլի պետության տեսանելիությունից ու նորմալ աշխատանքային կանոններից դուրս է։ Ասենք պատկերացրու աշխատողներ ունեմ, ամեն աշխատող իր բանկային հաշիվ ունի, այդ բանկային հաշվով հաճախորդներին փոխանցում անում ստանում։ Վաղը մյուս օր ռիսկ կա, նախ ռիսկ կա, որ աշխատողս այդ փողը տնօրինում, ոչ թե ես որպես ընկերության ղեկավար։ Այդտեղ վստահության ֆակտոր կա, աշխատողից ոնց որ կախվածություն է ստեղծում այդ մեկ։ Կամ մեծ շրջանառություն է ալնում այդ իմ աշխատողի հաշվով, վաղը մյուս օր հարկային հարցնելու այս ինչ փողեր են լուրջ շրջանառվում, այս ինչ խոշոր բիզնեսմեն ես, գնաս մեջ ես ընդհանրապես Էդուարդի մոտ աշխատող եմ, ուղղակի ստիպված sense ենք աշխատում, քանի որ բանկերը հաշիվ չեն բացում։ Հետո մի քիչ շրջանառություն անում ես, բանկերն են տեսնում, որ մեծ շարժ եղավ, ասում են հələ բացատրի ես ինչ փոխանցումներ են շատ ես էլի ինչ որ փոխանցումներ անում, երբ որ ասում ես որ կրիպտոյին առնչվող փոխանցումներ են, ասում են չէ, ես կրիպտոն ռիսկային եմ համարում, քո հաշիվը բլոկավորում եմ, փակում եմ, ել չես կարող իմ ծառայություններից օգտվել։ Հիմա այս աշխատողի հաշիվը փակվեց, պետք է ինչ որ ուրիշ աշխատողի կամ երրորդ անձի անունով հաշիվ բացես, այսինքն ամ բանկի անպետությանը ստացվում է ինչ որ տունտունիկ են խաղում, չեն կարողանում նորմալ աշխատանքային հարաբերությունների այդ պայմանների գալ, որը էլի համ խնդրեմա պետության համար, համ ընկերությունների համար, համ հաճախորդների համար, որտեղ վաղը մյուս օր էլի իրանք էլ ցանկացած հաճախորդ էլի քաղաքացիներով եթե իրանց պետությունը հարց է տալիս, այսինչ անհատից խիակ ես փոխանցումներ գալիս, պետք է բացատրես, որ էս կրիպտո է, որ էս ընկերությունն է, ոչ թե անհատ է, այսինքն sense բարդ ինչ որ կաշա վիճակ է հիմա ու չի նշмарվում թե օրինակ այս նույն խնդիրները այս օրենքով ոնց են լուծվում։ Նույն այս օրենքի քննարկումների շրջանակում մենք ասում ենք, լավ, անկանխիկ եք դնում պահանջը, կարաք երաշխիք դնել, որ բանկերը կսպասարկեն այս ոլորտը։ Ասում են, չէ, չեն կարա օրենքով պարտադրել բանկերին սպասարկել, որովհետև մասնավոր ընկերություններ են, կարան որոշեն, որ չեն ուզում, չեն սպասարկում։ Ինչ մնացել է կարգավորման հետ կապված, շատ բաներ կան, եթե Вообще, այնքան բան, ես սկզբից մտածում էի, լավ, էսրա մասին էլ պետք է ավելի շատ, բայց այնքան շատ բան ասացիր, որ իսկական որ տարօրինակ է շատ վատություն անում, ավելի կարելի ասել ավելի, ну, так, общими словами, որ ասում եմ, որ շատ օրենքներով, ոչ թե օրենքներով, правила, rules, կանոններով հանում են ստեղից, то есть համ ստեղ որ կան կրիպտոկամպանիաներ կուզենան ստեղից լինեն, համ էլ թազաները չեն ուզենա ստեղից գա։ Էդի համելինառնով ավատ, օրինակ Binance-ը Նրանք սկզբից Չինաստանում էին, հետո գնացին Ճապոնիա, հետո Մալտա, հիմա չգիտեմ որտեղ են։ Չունեն էլ headquarters։ Դեռ չունեն էլ։ Bybit-ը Սինգապուրում էր, հիմա Դուբայում է։ Ну, в общем, я ուզում եմ ասեմ, որ как раз, во-первых, Եվրոպան շատ վատ օրինակ է, որտեղ ընդեղից բոլորը գնում են, особенно կրիպտո, որտեղ ընդեղ կարևոր է այդ քո դանիները, որ պետությունը ունենա, հա, вот։ Համել այդ կամպանիաները միշտ ման են գալի, որտեղ ավելի հեշտ օրենքներ կլինի, ավելի հեշտ կանոններ կլինի, որ իրանք կարողանան իրանց գործողությունները անեն ու ապրեն։ Ու Հայաստանը դաժե եթե Հայաստանը Իրանից հարկ չվերցնի, իրանք մեկը շատ որտեղ կան, շատ օգուտ կտան, որտեղ համ աշխատանքային տեղեր շատ կբացեն, շատ ստեղ փողեր կգան ու вообще էկոնոմիկայի մեջ ու ստեղ արևտուր շատ կանեն։ В общем, даже եթե հենց ուղիղ հարկեր չտան, մեկը շատ օգուտ կտան ու էդի вообще, конечно, որ այդքան բանեսը
ասել, որ այդ իրականում տեսլականի հարց է, շատ կարևոր բան նշեցիր, թե մենք ընդհանրապես այս ոլորտից ինչ ենք ուզում, որ դա մենք չենք սահմանել։ Հիմա այդ որ այդ նույն ընկերությունները կան մեր մոտ աշխատատեղ ստեղծեն, այդ մեզ որպես քաղաքացի ձեռա տալիս, որպես պետություն ձեռա տալիս, բայց պետությունը հələ չի ֆիքսել, թե ինքը ինչ է ուզում այս ոլորտից։ Եթե մենք համարում ենք, որ ասենք այս ոլորտը ռիսկային է, պրոբլեմա, վտանգ է, վնաս է պետությանը ու չենք ուզում այս ոլորտում ընկերություններ լինեն կամ գործարքներ լինեն, հա, այս օրենքը, որ հիմա շրջանառվում են, դա դրան համապատասխանում է։ Բայց իմ տպավորությունը այն է, որ կառավարության նիստերը նայում ես, որ տենում ես, ասենք վարչապետը ոնց է խոսում կրիպտոյի մասին, Վրոդի ասում է, հա, ասում եք ռիսկ, վտանգ, բան, ասում է, բայց հնարավորությունների մասին էլ մի մոռացեք, պետք չի սենց բոբո չգիտեմ ինչ սարքել, պոտենցիալն էլ պետք է օգտագործենք։ Հասկացանք ռիսկ, բայց էլի հիմա միջազգային ցուցանիշներով նայում ես ռիսկը 0.25%-ն է, մնացած 95%-ը հնարավորություն է։ Այսինքն եկեք հնարավորությունները նույնպես օգտագործենք։ Ու երբ որ այդ բանը նպատակը դրված չի, որ ուզում ենք այս ոլորտի հնարավորությունները օգտագործել, ու կենտրոնական բանկին ես ասում դե մի հատ օրենք մշակի մի ձև կարգավորի, ինքը ոնց կուզի կարգավորի, ուրյան ձեռա տալիս, որ ինքը ամենավատ ձևով կարգավորի, որ այս ոլորտից նաև բան չմնա։ Եթե մենք ֆիքսենք, որ ուզում ենք այս պետության բոլոր հնարավորությունները քաղել, ու մաքսիմալը քաղել, որ կան մեր մոտ միջազգային ընկերություններ, որ ներդրումներ կան, որ ստեղ կապիտալ լինի, աշխատատեղեր ստեղծվեն, մասնագիտական ներուժ լինի, որ իմանան, ասենք, կարան Հայաստանին կրիպտոյի պրոյեկտներ պատվիրել միջազգային, ասենք, ընկերություններ կամ պետություններ, Հայաստանն էլ այդ կրիպտոյից լավ գլուխ անում կկարողանա այդ պրոյեկտները, ասենք, իրականացնել։ Եթե մենք տենց նպատակ ենք դնում, գալիս ենք այն քո ասացին, որ պետքա, այո, դու լավ պայմաններ ստեղծես, որ Binance-ը դուրս է գալիս Չինաստանից կամ Ճապոնիայից, ոչ թե գնա Մալտա, այլ մտածի գալ Հայաստան, որտեղ Հայաստանը ամենալավ պայմաններն է ստեղծում։ Ոստեղ էլի գալիս այն բանը, որ կրիպտոն գլոբալ է IT-ի նման, որ IT ոլորտը ոնց է, կարող ես կոմպը բացես, ինտերնետին միանաս, քո գործը անես, որտեղ ուզում ես նստած լինես։ Ու եթե պետություն կա, որը որ IT-շնիկին հարկում է 20%, բայց պետություն կա, որ ասենք 1% է հարկում, դա IT-շնիկը հելնելու է 20% պետությունից, գնա այն 1% անց պետությունը։ Բնական է, չէ՞, որտեղ գլոբալ է, ինքը սահմանափակված չի ֆիզիկապես։ Նույնը կրիպտոյի մասին է։ Հիմա մեր ընկերությունը կամ ուրիշ ընկերություն, որ հələ Հայաստանում չի եղել, երբ որ դիտարկում է Հայաստանը որպես աշխատելու տեղ, ինքը պետք է նայի այս գլոբալ շուկայում ինչ տեղեր, օպցիաներ կան, որոնցից կարելի է ընտրել, ու դրա կամ կանգնելու է Հայաստանի վրա կամ չի կանգնելու։ Եթե մենք դժվար օրենսդրություն ենք դնում, որտեղ դժվար է լիցենզիա ստանալը, որտեղ բանկային համակարգն է վերահսկում, որ անտրամաբանական է, որտեղ որ հարկերը բարձր են։ Եթե նմանատիպ սահմանափակումներ ենք դնում, բարձր ոչ մեկ մեր մոտ չի գալու։ Ու այդ էլի այդ բանի նպատակի հարցն է, ամենակարևորը, որ երբ որ դու նպատակը չես դրել, չես էլ կարող հասկանալ, թե ինչ տեսակի կարգավորում ես ուզում։ Ու հիմա եկել ենք առանց նպատակի կարգավորում ենք բերել, պատճենելով կրկնօրինակելով Եվրոպայից, որտեղ որ թեր զարգացած այնտեղ գոյություն չունի ընդհանրապես կրիպտո։ Այնտեղ կա ընդհանրապես մեծ կապիտալ ունեցող բնակչություն, որին որ որոշ կրիպտո ընկերություններ սպասարկում են հիմնականում հեռվից։ Կամ էլ ընդհանրապես հավես չունեն իրանց այդ դժվար լիցենզավորման տակ մտնել, արգելափակում են Եվրոպայի զոնան, այնտեղ դաժե գրանցվելուց բաներ կա, որ եթե դու Եվրոպայի քաղաքացի ես, քեզ չեն կարող սպասարկեն։ Իրանց պետք չէ այդ գլխացավի տակ մտնելը, այդ իր հարկերով, մեծ լիցենզիաներով, դժվարություններով, մի հատ էլ հետո Եվրոպական միությունն էլ սիրում է, չէ՞։ Բացի այդ բաներից բարդ ռեգուլյացիաներից նաև ինչ որ տուգանքներ, չգիտեմ ինչ էր գրել, հիմա լսում ենք, չէ՞, IT ընկերություններից Facebook-ին կամ Apple-ին մեկ էլ միլիարդավոր դոլարների տուգանք է Եվրոպական միությունը գրում, աբսուրդ է, էլի։ Իսկ Google-ին ասում են, որ Chrome-ը ծախի։ Հա։ Նույնիսկ ոնց որ ամերիկաներ, ինչքանով գիտեմ, ասում են մոնոպոլիայի հարց կա, բայց եվրոպացիներն ինչ որ ասում է, Եվրոպական միությունն ասում է privacy, թե չգիտեմ ինչի կանոններին չես հետևում, էլի քո տարեկան շրջանառությունից ինչ որ 5% պետք է տուգանք վճարես, ու տենց ահռելի ինչ որ թվեր են, որ սա իրենց տարվա եկամուտն են կազմում, բարձր ոչ մեկ չի ունենալու, տենց չի ուզելու տենց մարդկանց ու պետությունների հետ առնչվել, ու իրանց փորձելու են հեռու մնալ։ Ու Հայաստանը էլի հաջողած օրինակներին հետևելու փոխարեն գնում է չհաջողած ոնց որ օրինակից օրենքա բերում։ Եթե մենք խոսում ենք կրիպտոյի մասին, թե որտեղ են, որ պետություններն են կրիպտոյում
հաջողել, դա հիմնական մի քանիսն են. Սալվադոր, Էմիրատներ, Սինգապուր։ Այդ 3-ն են, որ ամենաշատ կրիպտո տաղանդը այնտեղ է, ամենաշատ ընկերությունները այնտեղ են գրանցված։ Նույն ինչ որ չափով Ամերիկան էլ կարելի ասել։ Սալվադորում ոնց որ այնտեղ ընդունել էին կրիպտոն որպես как վալյուտա։ Հա, բիթքոյնը այնտեղ պետական արժույթ է, իրանց տեղական փողին հավասար կարողանում ես խանութում դրանով վճարում անել։ Որը էլի շատ մեծ բան է, ու այնտեղ նախագահի մակարդակով այդ ամեն ինչը հասկացել են կրիպտոն իրենց ինչա ներկայացնում։ Այդ ֆունդամենտալ պատկերացումները ու արժեքները կիսում են, էլի առաջին դեմքի մակարդակով, որ պետքա ազատություն լինի տնտեսական, որ պետքա ներդրումներ լինեն, պետքա հարմար պայմաններ լինեն, ոչ թե չգիտեմ ինչ որ բարդ հարկեր, ռեգուլյացիաներ եւ այլն։ Ու երբ որ այդ գրավիչ պայմանները ստեղծել են, որպես առաջի քայլ արել են, որ բիթքոյնը որպես պետական արժույթ են հռչակել։ Սա միջազգային կրիպտո ընկերությունները ասել են գնացինք այնտեղ գրասենյակ բացելու։ Ոնց որ այս մարտիկ մեր ընկերներն են, մեր արժեքները գաղափարները կիսում են, կգնանք համ այնտեղ հանգիստ կապրենք ֆիրմաները մեր կգրանցենք, կաշխատենք, համ էլ այդ պետությանը կօգնենք, որովհետև մենք արժեքային նույն համակարգի վրա ենք։ Իսկ նույն այս Միկա կարգավորումից հիմա էլի շատ ընկերություններ փախնում են, նույն Tether-ը ամենամեծ stable coin-ն է, որ կրիպտոյով ամենամեծ շրջանառությունը դրանով է լինում։ Հիմա Եվրոպական միությունից Tether-ը դուրս է գալիս, եվրոպական բորսաներից delist են անում, հանում են Tether-ը, որովհետև այդ ընկերությունը չի կարողանում համապատասխանել այս նույն Միկա անունով կարգավորմանը, նույն կրիպտո կարգավորմանը, որը հիմա Հայաստանն են բերում, ու այդ հնարավորությունը եվրոպացիները սա բաց են թողում։ Չեն կարողանում Tether-ից օգտվել։ Կամ նույն Bybit-ը, որ նշեցիր, երկրորդ ամենամեծ կրիպտո բորսան է։ Ֆրանսիայից դուրս է գալիս, որովհետև էլի Միկա կարգավորումը իր համար շատ բարդ է, որ ինքը չի ուզում դրա տակ մտնի, ավելի հեշտ է իրան գնա ուրիշ տեղ աշխատի, ուրիշ մարդկանց սպասարկի, քան թե այդ փոքր շուկայի վրա այդքան մեծ ժամանակ ու ներդ ծախսի։ Ու հիմա այդ ընկերությունները, երբ որ դուրս են գալիս այնտեղից, փոխանակ մենք սենց ամենալավ պայմանները ստեղծենք, ասենք եկեք մեր մոտ սենց թույն պայմաններ կտանք, հա, մենք էլի այդ դժվար պայմաններն ենք ստեղծում, որ էլի գոյություն չունեցողին մի հատ էլ գոյություն չունեցող ոլորտում, որտեղ շատ մանր ընկերություններ են, մի հատ իրանց ենք ճնշում, որ իրանց քանակը պակաս, իրանք ավելի դժվար աշխատեն, այն պոտենցիալ հարյուրավոր ընկերությունների միջազգային, որ չէին գալիս, նենց են գանում, որ էլի չգան, ու ստացվում է ինչ, մենք բաց թողեցինք այս ոլորտի հնարավորությունները, առանց հասկանալու, որ բաց ենք թողում այդ հնարավորությունները, լսելով բանկային համակարգի լոբինգը, իրանց այդ բանկային համակարգի պատվիրանները, որ պետք է սենց լինի, պետք է նենց լինի, ճիշտը սենց է, սենց սանիտարական պայմաններ պետք է ստեղծենք, այդ բանկերների բառամթերքները որ լսում ես, իրանք նենց են խոսում, ոնց որ այս կրիպտոն սա կեղտոտ փողեր է, ոնց որ դուք բանկային համակարգից հեռու մնացեք, էլի։ Կամ եթե գալու եք ստեղ, պետք է այս բանկային համակարգի բոլոր պայմաններին համապատասխանեք, որ անհնար է, էլի համապատասխանելը։ Նոր կկարողանաք գործառույթներ իրականացնել։ Ու այդ լոբինգի այդ ազդեցության տակ հիմա պետությունը բացաթողում փաստացի հնարավորություններ։ Նու մենք էլ դրա մասին բարձրաձայնում ենք տարբեր մակարդակներով, ու նաև իմ օրինակ անձնական բանը կարծիքն է, որ այս ամեն ինչը գալիս է ինֆորմացիա չունենալուց, որ պարզապես պաշտոնյաները չգիտեն կրիպտոն ինչ է, չգիտեն ոնց է աշխատում, չգիտեն ուրիշ երկրներում այդ ամեն ինչը ոնց է, չգիտեն այս 100 քանի էջանոց օրենքում ինչեր է գրված ու որ դրա տակ անհնար է ստեղ աշխատել ու դրա հետևանքները չեն պատկերացնում։ Ու ստեղ ասել են կենտրոնական բանկ, դե դու պետության մի հատ բան ես, մասն ես, դու գրի, հա, փողի այդ ֆինանսական դու ես, դու մի բան գրի, մենք էլ կընդունենք, կանցնենք առաջ, հա, ու չեն պատկերացնում, որ այս կենտրոնական բանկը տարիներ շարունակ ճնշել է ոլորտը, չի ուզում որ այս ոլորտը զարգանա, ուղիղ մրցակից է հանդիսանում բանկային համակարգին այս ոլորտը, որտեղ եթե կրիպտոն զարգանում է, այդ նշանակում է բանկային համակարգն է իջնում, որովհետև այս որ ասում են zero sum game, որ կապիտալը շրջանառվելու է կամ բանկերով, կամ կրիպտոյով, ուրիշ տեղ չկա, էլի։ Հիմա տարեստարի տենում ենք, որ բանկերինը պակասում է, կրիպտոյինը մեծանում է։ Բարձր բանկերին դա անհանգստացնում է, իրանք ամենձև ուզում են դրա դեմը առնեն։ Այդ գլոբալ աշխարհում է տենց, որ այդ նույն որ խոսում ենք մոնոպոլ վիճակա, Fed Reserve, գլոբալ մի քանի միջազգային ռեգուլյատորներ, բոլորը փորձում են բոլոր երկրներում, 170 երկրներում նենց անել, որ մաքսիմալ քիչ կրիպտոն տարածվի, ու այն
հատուկ են երկրները, որ չեն լսում այդ խորհուրդներին, ասում են չէ ախպեր, ստեղ հնարավորություն կա։ Մենք պետք է նենց անենք, որ այս կրիպտոյով կապիտալը գա մեր մոտ շրջանառվի, իրանք տենց փոքր կղզյակներ են դառնում, այս 170-ի մեջ մի 3 հատ, 4 հատ, 5 հատ կղզյակ ալնում, ու սաղ ընկերությունները գնում են տեղն տեղակայվում։ Եթե ուզում ենք մենք հաջողենք, մենք պետք է այդ մի քանի պետությունների օրինակին հետևենք։ Ոնց որ Դուբայում կա առանձին մարմին, վարը, ոնց որ կոչվում է, ինչ որ virtual assets regulatory, вот մենակ ինքն է դրանով զբաղվում ու там ես մանրամասն չգիտեմ ոնց ինչ է ինքը անում, բայց ոնց որ շատ կամպանիաներ են դեռ կնում։ Օրինակ եթե, ну, как մի հատ ուղղություն որ կարող է լինի, ну, то есть один из выходов, вот. Միանշանակ մենք էլ ենք այդ ասում, որ պետքա այս ոլորտի վերահսկողությունը տալ անկախ մարմնի։ Կամ առնվազն նենց մարմնի, անկախ էլ չլինի, չգիտեմ, ասենք ԲՏԱ նախարարությունը, տեխնոլոգիական նախարարությունը, որ IT ոլորտի համար է պատասխանատու, ինովացիայի համար է պատասխանատու, որ ինքը գոնե այս ոլորտը վերահսկի։ Կամ ինչ որ հանձնաժողով լինի, որ էկոնոմիկայի նախարարությունից, ԲՏԱ նախարարությունից, կենտրոնական բանկից, որ համատեղ լինի, որ գոնե բոլոր շահերը հավասարակշռվեն, էլի։ Ոչ թե 10 ամեն ինչ մի հատ կառույցին, որը որ չի սիրում այս ոլորտը, որ ինքը խեղդի այս ոլորտը։ Հիմա էլի այս ոլորտում հաջողած երկրները հիմնական նույն Դուբայի օրինակով էլի իրանց ռեգուլատոր ունեն, որ այնտեղ մասնագիտացած են կոնկրետ, լրիվ պատկերացնում են այս ոլորտը ինչա, գիտեն սա բիզնես process-ները, գիտեն բորսան ոնց է աշխատում, գիտեն change-ը ոնց է աշխատում, գիտեն, չգիտեմ, այլ ստարտափային կամ կրիպտո թողարկող ընկերությունները ոնց են աշխատում, ու այդ գիտելիքը ունենալով ու նաև ցանկությունը, կամքը ունենալով, որ այս ոլորտը զարգանա այդ երկրում, իրանք ճիշտ կանոններ են մշակում։ Կարող է իրանք ինչ որ չափով կոմպլեքս են, կարող է երկար թվան, բայց դու տեսնում ես, որ ռեալ է ու խելքին մոտ է։ Կարող է դու դրա վրա մի 2 ամիս ծախսես մինչև գրանցվես, բայց նենց պահանջները, որ հաստատ կկարողանաս գրանցվես, կկարողանաս աշխատես։ Նենց պահանջ չեն դնում, որ ասում են բանկային համակարգում սենց է, ուրեմն դուք էլ պետք է սենց անեք։ Անհնար է կիրառել, տարբեր երևույթներ են, պետք է հասկանալ։ Այս ինովացիա է, նորություն է, նոր կենթանի է, որի հետ պետք է նոր ձևով առնչվել։ Ու այդ անկախ մարմինները հենց այդ թեմայով մասնագիտացած մարմիններն են, ու Դուբայը շատ ճիշտ արել, որ ուղղությամբ է գնացել, ու ինքը այդ մարմինը որ ստեղծեց, ընդամենը 2 տարվա ընթացքում 600 հատ կրիպտո ընկերություն գնաց այնտեղ գրանցվեց։ Հիմա պատկերացրեք, եթե մենք էլ նույն բան անենք, ու Հայաստանում գար 600 հատ կրիպտո ընկերություն։ Ասենք տնտեսությունը բում կապրեր, որտեվ այդ 600 կրիպտո ընկերությունը կրիպտոն էլ նես բան է, որ ամեն ընկերության միջոցով ահռելի ֆինանսական հոսքեր են գնում։ Ասենք ամեն ընկերությունը տարեկան տասնյակ հարյուրավոր միլիոնավոր դոլարների շրջանառություն անում, ասենք մեր երկրով կստացվի որ միլիարդներ են, տասնյակ միլիարդներ են տարեկան շրջանառվում, տնտեսությունը զարգանում է, աշխատատեղեր են ստեղծվում, հարկեր են վճարվում, պետությունը գոհ է, քաղաքացիները գոհ են, այդ ուղղությամբ է պետք գնալ, որ դա ճիշտ ուղղությունն է։ Մոտ եթե մի քիչ ավելի գլոբալ մտածենք, ոնց կարան իրար հետ ապրեն, в принципе, պետությունը ու կրիպտան։ Просто մի քիչ կարելի է համեմատել ինտերնետի էվոլյուցիայի հետ, որ օրինակ առաջ ինտերնետը եթե ամեն մեկ ուներ իր սայթը, իր սերվերի վրա, հիմա դոմեները տալիս են ինչ-որ ընկերություններ, կոնկրետ, որ կարան իրանց վրա կարան ազդեն պետությունները, հիմա ոչ թե իրանց սերվերներ են, այլ cloud-ների մեջ են, որ վենդորներից կախված են, հիմա ոչ թե իրանց սայթեր են, այլ բան, ինչ-որ պլատվորմաների սոցիալական ցանցերին գրանցված, որ մոդերացիան անցնում, դու ոչ մի բան քեզ քոնը չի, քեզ կարան ջնջեն, քո պոստը, քո էջը, ну, в общем, ու մարդիկ, սովորական մարդը, ինքը պատրաստ է այդ հարմարության ու հեշտության համար տա իր ազատությունը ու անկախությունը։ Կարա տենց լինի, որ կրիպտան այդ ուղղությամբ գնա, որ մեծամասնությունը լինի ավելի կենտրոնացված, օրինակ այդ Binance, Bybit-ում օրինակ, այտենց բարսերում, իսկ օրինակ ինտերնետում էլ կան, որ անկախ ինտերնետով են օգտվում, դան VPN-ով, Tor-ով ու ուրիշ գործիքներով, բայց այդ էնտուզիաստներն ու մասնագետներ են։ Կարող է լինի, որ կրիպտան մեկը գնալու է այդ պետությունների պատճառով այդ ուղղությամբ ու այդ արդեն ազատ այդ
ապա կենտրոնացված կրիպտան լինի արդեն մենակ մասնագետների ու էնտուզիաստների համար։ Պետությունները ոնց որ տարբեր մոդելներ են անում, հիմա օրինակ ցախական, աչական մոդելները պետությունների, սոցիալիստական, լիբերալ, նաև շատ բաներից ոնց որ դրանից է կախված, թե դու ինչ քաղաքական ոնց որ գաղափարախոսություն ունես, ինչ մոտեցումներ ունես տնտեսության, պետության, բիզնեսի, քաղաքացիների հետ կապված, ու վերջին տարիներին, տասնամյակներին ավելի շատ պետություններ գնացել են այդ ազդեցության կենտրոնացման ուղղությամբ, որ մենք պետք է քաղաքացիներին սա վերահսկենք, պետք է ամենտեղ կամերա դնենք, պետք է ամեն ֆինանսական հոսքի կոպեկի շարժը նայենք, ստուգենք, բան, բայց այդ քաղաքացիների մոտ գնալով ավելի մեծ դժգոհություն առաջացնում։ Ու երբ որ դժգոհությունը առաջացնում է, հիմնականում ավելի գիտակից մարդկանց, ավելի կայացած միջին եւ բարձր խավի մոտ, իրանք նախընտրում են դուրս գալ այտենց տոտալիտար համակարգերից, գնալ այնտեղ, որտեղ որ կարան հանգիստ շունչ քաշել, որտեղ այդքան թղթեր պետք չի լրացնել, այդքան բարձր հարկեր պետք չի վճարել, սաղին պետք չի ամեն ինչի մասին դակլատ տալ, թե դու ինչ ես անում, ոնց ես անում, խի ես անում։ Ու պետություններն էլ, նաև շատ պետություններ, մանր պետություններ սկսել են ըստ դրա իրանց կարելի ասել բիզնես բանը դնել, մոդելը դնել, որ նույն Էմիրատներից որ խոսում ենք, այնտեղ այն սկզբունքն է, որ ազատությունները շատ են, որ հարկերը ցածր են, որ դու կարաս հեշտ գալ ստեղ գրանցվել, համարյա ոչ մի հարկ չվճարել, պետությունները ասում են դու որպես քաղաքացի, որ ստեղ գալիս ես, ապրում ես, ստեղ քո ծախսերը անում ես, թեկուզ հարկ չես վճարում, փողը ստեղ շրջանառվում է, կապիտալը մեծանում է, մենակ այդ փաստը ինձ ձեռ է տալիս որպես պետություն։ Կամ բանը կա, այդ հարկերի սահմանաչափերի այդ դիլեման կա, թե դու պետք է բարձր հարկեր դնես, թե ցածր հարկեր դնես։ Ոնց որ միտքը այն է, որ եթե բարձր հարկ դնես, ավելի շատ է, չէ, բյուջե մոտ գալիս։ Բայց երբեմն հակառակն է, որ ինչքան բարձր հարկ ես դնում, այդքան շատ մարդ բիզնես գնում է քո երկրից։ Հարկերը հաճախ լինում է, որ իջացնում ես, ու տենում ես ավելի շատ մուտքեր են գալիս բյուջե, որտեվ հարկերը իջնում են, գրավիչ է դառնում պայմանները, ավելի շատ բիզնեսներ դրում է գալիս, ավելի շատ դրանից դաժե փոքր տոկոսագումարը ավելի շատ հարկ է մտնում արդյունքում բյուջե։ Ու Հայաստանում այդ նույն բանը մենք տեսանք 2010-19 թվականներ ոնց որ, երբ որ եկամտահարկը իջեցվեց քաղաքացիների, այն ժամանակ պրոգրեսիվ էր, որ եթե ճիշտ եմ հիշում տոկոսները 23, 26 թե 30% էր, մի խոսքով եթե դու քիչ ես աշխատավարձ ստանում 23% է, եթե շատ ես ստանում 26 է, եթե շատ ես ստանում դեռ 30% է, ու բոլորը այտենց համահարթեցվեց, դարավ 20% եկամտահարկ, այսինքն հարկերի տոկոսները իջեցվեցին։ Բայց դրա արդյունքում ավելի շատ հարկային մուտքեր սկսեց պետությունը գեներացնել։ Ու այդ նույն մոտեցումներից մեկն է, որ կարող է մեզ պետքա, ասենք 20%-ի փոխարեն նույն պրինցիպով Դուբայի նման իջացնել 15%, 10%, 5%, Դուբայում 5% է։ Բայց հաստատ այնտեղ շատ ավելի շատ են հարկ հավաքում, քան թե մեր մոտ, չէ՞, հա։ Կարող է մենք իջացնում ենք, ավելի գրավիչ ենք դառնում։ Հիմա վերադառնալով կրիպտոյի հարցին, ու այդ նույն վերահսկողությանը, եթե մենք փորձենք sense ամեն ինչ տոտալ կոնտրոլի տակ պահել, էլի դրթելու ենք նրան, որ մարդիկ գնան այն երկիր, որտեղ կարող են հանգիստ շնչեն, որտեղ կարողանում են իրենց ազատ զգալ, որպես կարողանում են ավելի քիչ ժամանակ ծախսել անիմաստ բաներ անելու վրա, անիմաստ փաստաթղթեր, չգիտեմ, տվյալներ լրացնելու վրա, որ պետք է այսինչ բաներին համապատասխանես, պետք է սաղ ծախսերիդ մասին բոլորին տեղյակ պահես։ Այսինքն այդ երբ որ կոնտրոլի մասն է ու կրիպտոյի հետ հարաբերվելու մասն է խոսքը գնում, այդ տրանսֆորմացիան մենք արդեն տեսնում ենք։ Երբ որ տեսնում ենք կան տենց կղզյակներ, ու արդեն մի քանի հատը կան։ Նու հիմնականում, եթե խոսանք Մալտա, այդտեղ Քաթար, Միջին Արևելքում այդ խոշոր նավթային պետություններից, որ ժամանակին նավթով էին իրանց եկամուտները հիմնական գեներացնում, հիմա փորձում են ավելի գրավիչ դառնալ բիզնեսի համար։ Դուբայի օրինակը շատ ցցուն է, էլի, որ իրանք հարկերը իջացրել են, այն ժամանակ ասում էին նավթային երկիր է, հիմա ասենք տնտեսական հաբ է, շատ լուրջ տնտեսական հաբ, որ չգիտեմ, աշխարհի գլոբալ շրջանառության կարող է մի քանի տոկոսը մենակ այդ փոքր երկրով անցնում։ Սինգապուրը, երբ որ դու կարողանում ես նմանատիպ մոդելով պետություն սարքել,
համ ավելի շատ մարդ է կոմոդ գալիս, համ ավելի մեծ կապիտալ ու ազատություն տենչող մարդ է կոմոդ գալիս։ Դու էլ ավելի լավ ես կարողանում քո պետությունը զարգացնել։ Ու հիմա եթե կրիպտոյով ինչ որ բաներ դուրս են գալիս պետության ազդեցությունից, պետք է ոնց որ պետական մտածելակերպ ունեցող մարդիկ նաև հասկանան, որ այս տեխնոլոգիա է։ Դու կարաս փորձես սրա դեմ պայքարել, կարաս փորձես արգելել, բայց չես կարողանալու արգելես։ Դու ինչքան ուզում ես թղթի վրա գրի, որ արգելված է, մարդը հեռախոսը բացում է, երկու հատ կոճակ է սխմում, դու չես էլ իմանում, որ ինքը փոխանցում անում։ Ոնց որ Չինաստանում են դա էլի անում։ Ու երբ որ դու հասկանում ես, որ պետք չի քաղաքացիների ցանկությանը կամ շահերին դեմ գնացող կանոններ գրել, մյուս տարբերակը մնում է, որ օքեյ, կա sense տեխնոլոգիա, որը sense կանոններով է աշխատում, մենք պետքա սրա հետ ճիշտ հարաբերվենք։ Պետք է ճիշտ կանոններ մշակենք, որ համ կարողանանք ռիսկեր, եթե կան, ռիսկեր էլ ամենտեղ կան, դրանք կառավարենք, եթե ինչ-որ խարդախություններ են լինում, անօրինական փոխանցումներ են լինում, փորձենք ինչ-որ մեխանիզմներ դնել, որոնցով որ մաքսիմալ քիչ կլինեն դրանք։ Երբեք 0-ի չես կարող դա հասցնես, բայց կարաս փորձես իջացնես ինչ-որ կանոններ դնելով։ Բայց այդ կանոնները, այդ անվտանգության սահմանափակումները մշակելով, պետք է միշտ մտքում բալանսում պահես ազատությունները, որ հանկարծ սաղ չկենտրոնացնես այդ անվտանգության վրա ու զգաս, թե մարդիկ ոնց են փախնում քո երկրից, որ մարդել չմնաց արդեն ում անվտանգությունը պետք է ոնց որ պաշտպանես, էլի։ Այդ ուղղությամբ է, որ կարծում եմ կարա գնա նաև մեր պետությունը։ Ու ինչքան հիմա մյուսները դիմադրում են, նույն Եվրոպան, որ այնտեղ բարձր են, չէ՞ հարկերը, ասենք 20, 30, 40, 50, 60% կարող է հարկերը հասնեն, բիզնեսները այնտեղից դուրս են գալիս։ Ինքը իր դասերը քաղելու է դժվար ճանապարհով։ Այնտեղ տնտեսական կոլապս կարա լինի, որը արդեն մի քանի տարի է շատ վատ վիճակում է, Եվրոպական միությունը, նույն Գերմանիան, Եվրոպայի սիրտը տնտեսական վատ վիճակում է, երբ որ հասկանան, որ իրանք կորցնում են իրանց կապիտալը ու մարդկանց, որովհետև վատ պայմաններ են ստեղծում, իրանք նույնպես կարծում եմ կսկսեն այս մյուս երկրների օրինակով գնալ, որ եկեք մի քիչ հարկերը իջացնենք, եկեք քիչ ճնշենք բաներին, բիզնեսներին, եկենք խոսենք բիզնեսների հետ, ոչ թե ուլտիմատումներ դնենք, որ պետք է այս կանոններով աշխատեք, այլ քննարկենք, հասկանանք ինչ կարիքներ իրանք ունեն։ Հիմա նույն Հայաստանը, ասենք կրիպտոյի հետ կապված ճիշտ կլիներ, որ խոսակցություն վարեր խոշոր ընկերությունների հետ, ասեր ուզում եմ, որ դուք գաք Հայաստանում գրանցվեք։ Ինչն է ձեր մոտ պակաս ձեր հիմիկվա գործող երկրում, հա, որ կուզեիք մեր մոտ ավելացնեիք, ու եթե մենք այդ ստեղծենք այդ պայմանները, կգայիք մեր մոտ։ Ասենք այդ ամենաճիշտ գրագետ բանը կլիներ, որ ասենք բիզնեսի մեջ էլ եթե դու ինչ-որ ապրանք ես վաճառում, ինչ-որ մեկին ուզում ես ծառայություն մատուցես, գնում ես այդ մարդու մոտ, համոզում ես, ասում ես, կուզես ավելի էժան տամ, կուզես, չգիտեմ, ավելի լավ որակով տամ, գիտես, sense բաներ ունենք, տարբեր ապրանքներ, ու մարդուն համոզում ես, խնդրում ես, քո ծառայությունն ես մատուցում, որովհետև պետությունը ինքը իրանով էլ ինչ-որ չափով ծառայություն մատուցող ընկերություն է, քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություն է, էլի, հա։ Ոստ այդմ տրամաբանական կլներ, որ ինքը նմանատիպ ձևով նաև խոշոր բիզնեսների հետ վարվեր, որ բիզնեսներին լսեր, նաև կրիպտոյի։ Ու ոնց որ բայց բիզնեսներին լսելու համար նախ այդ գիտելիքն էլ է պետք։ Պետք է այդ մասնագիտական պոտենցիալը լինի պետական ապարատում։ Էմիրատներում, ասենք, այդ վառամարմինը որ կա, հաստատ իրանք այնտեղ կրիպտոյի գիտակներ, գուրուներ ունեն, որ ցանկացած տեսակի մակարդակի կրիպտո ընկերության հետ կարան բանակցեն իրանց կարիքները հասկանան, ըստ դրա իրանց օրենսդրությունը հարմարացնեն։ Ու այդի սա իջնում է նրան հասնում, որ կրթվել է պետք, հասկանալ է պետք, պատկերացնել է պետք։ Ու եթե այդ ցանկությունը պետությունը ունենա, պաշտոնյաները ունենան կամ ինչ որ կառույց ստեղծի, որը որ դրանով զբաղվում է, այդ հնարավոր կլինի անել։ Ու նաև պետության այդ քննարկումներում այս միտքն եմ հաճախ բարձրաձայնում, որ հիմա Հայաստանում կա ինչ որ կրիպտո համայնք։ Կան կրիպտոից գլուխ անող մի քանի տասնյակ, ու կարող է մաքսիմում 100 հոգի մասնագետ, որ եթե դու իրանց ներգրավես այս ոլորտի կառավարման, ղեկավարման, պոլիսների մշակման process-ներում, իրանք կարողանան քեզ օգնել հասնել հաջողության որպես պետություն։ Ոչ թե բանկերներին ասա, այս կրիպտոն կարգավորեք, այլ դու այս ոլորտի մասնագետներին հավաքի, թեկուզ այս բիզնեսներից դուրս, որովհետև մենակ այս բիզնեսներում չէ, մենակ change-ով զբաղվողներ չեն։
Լիքը ստարտափ ընկերություններ կան, IT ընկերություններ կան, որ կրիպտոյի մեջ լավ խորացած են։ Cyber security-ը կամ ինչ-որ իննովատիվ պրոդուկտներ են կրիպտոյի հետ կապված, որ շատ լուրջ պրոդուկտներ են ստեղծում, որոնք որ գլոբալ շուկայում մրցունակ են։ Ու պետությունը դրա մասին չգիտի, որտեվ իրանք էլ իրանք մի հատ օֆիս ունեն 5 հոգանոց կամ 10 հոգանոց ինչ որ բիզնես կենտրոնում փակված, որ սաղ աշխարհին տարբեր երկրներին լուրջ ծառայություններ են մատուցում։ Ու իրանք պոտենցիալը պետությունը չի օգտագործում, ոչ էլ մի հատ զանգումը հարցնի, ուզում ենք կրիպտոյի հետ կապված օրենսդրություն մշակենք։ Ինչ եք կարծում, ո՞նց արժի անել։ Ասենք ամենալավ խորհուրդները նմանատիպ ընկերությունները կարող են տալ, որ 5 տարի, 10 տարի այս ոլորտում փորձ ունեն, պատկերացնում ես ամեն ինչը ոնց է աշխատում, ու նաև կկարողանան ոնց որ ճիշտ ձևով խորհուրդներ տալ, ուղղորդել, որ պետությունը այս ամեն ինչի մեջ հաջողի։ Հիմա որ խոսում ենք այդ ընկերություններին լսելու մասին, օրինակ երբ որ անցած տարվա սկզբին այս կրիպտո օրենսդրության հետ կապված քննարկումները նոր են սկսում, տենց կենտրոնական բանկը հայտարարեց, որ կրիպտոյի օրենսդրական նախագիծը հեսա շրջանառվելու, դրա հետ կապված հրավիրում ենք կրիպտո մասնագետներին քննարկման, ու տենց գնացին մի 30-40-50 մարդ կար, որ գնաց կենտրոնական բանկ, ես էլ եմ գնացել, այնտեղ հանդիպումներ եղան կենտրոնական բանկի պաշտոնյաների հետ, բայց փոխարենը կարծիքներ հարցնեն, թե ոնց արժի անել, կամ այս ինչ բանը անենք ճիշտ կլինի, թե չէ։ Իրանք արդեն որոշել են ինչ են ուզում անել, որոշել են, որ Եվրոպական միության օրենքն են բերելու, որոշել են, որ այդ ամենը ամենախիստ ձևով ալնելու։ Իրանք մի հատ պրեզենտացիա են պատրաստել, ու այդ կրիպտո մասնագետներին պրոստը տեղ նստացրել էին, որ այդ պրեզենտացիան ցույց տային, ասեն մենք էս ենք անելու, էս ենք անելու, էս ենք անելու, էս ենք անելու։ Հետո երբ որ հարցեր են տալիս մասնագետները հրավիրված, ասում են, բայց կարծում ենք, այս ինչ բանը սխալ է։ Այս ինչը արժի փոխել, կարող է այս ինչը սխալ մոտեցում է։ Կամ էլ գրավոր առաջարկներ են ներկայացնում, կենտրոնական բանկը ոչ մի բան չի լսում։ Սաղ անտեսում է, իրան հետ չի հետաքրքրում։ Այդ հանդիպումները ընդհանրապես ձևական բնույթ ունեն, որ հետո երբ որ գնում են կառավարություն կամ ազգային ժողով, այդ թեման հարցը զեկուցողը ասի նաև այս բան նախագիծը քննարկվել է ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ու դեն ձևական ինչ-որ ֆասադ են ստեղծում, իբր համաձայնեցված է, սաղի հետ քննարկված է, ասեն բանը բոլորի կողմից ընդունված է, ու այս շատ լավ բան է, հեսա ընդունենք, անցնենք առաջ, ու մեկ էլ տեսնում ես, որ ոլորտը մահացավ։ Էլ գոյություն չունի։ Որովհետև այն մարդիկ, որ կարծիքներ են արտահայտում, ասում են՝ մի արեք սենց սխալ է, եկեք սենց անենք, եկեք նենց անենք։ Տեսեք, այն մարդիկ սենց են արել, լավ տեղ են հասել։ Չի լսվում այնտեղ ուղակի։ Ու այդ գալիս է ինձ թվում է ոչ թե պետական մակարդակից, ոչ թե պետությունը, կառավարությունը կամ ազգային ժողովը չի ուզում, որ լավ օրենսդրություն լինի, այլ գալիս է նրանից, որ այն օրենքը գրողները, կենտրոնական բանկի ներկայացուցիչները, իրանք կողմնակալ վերաբերմունք ունեն, որ իրանք ուզում են այս ոլորտը չզարգանա։ Ոնց որ նախկինում խորհուրդ էին տալիս, որ հեռու մնան մարդիկ կրիպտոից, որտեվ ռիսկային է, փողեր են լվանում եւ այլն։ Նույնիսկ սկզբունքով հիմա իրանք որոշել են, որ պետք է այս ոլորտը ասեն սահմանափակող օրենսդրությամբ խեղդեն, ու որ նայում ես կառավարությունում ազգային ժողովում, այնտեղ էլ համարյա մարդ չկա, որ գլուխ է հանում այս ոլորտից։ Մեր գործն էլ դժվար է նրանով, որ մենք զերոյից մարդկանց պետքա բացատրենք։ Կրիպտոն ինչ է, ոնց է աշխատում, ինչ հնարավորություններ կան, ինչ ռիսկեր կան, ինչ տեսակի կարգավորումներ կան, այս երկրում նենց է, այն երկրում նենց է։ Ու որ դու սկսում ես ամեն պատգամավորին այդքանը բացատրել, ամեն նախարարին, կառավարության ներկայացուցիչներին, սկսում ես, որ անverջ գործ կա անելու, ու իրանք հիմա փորձում են հապշտապ արագ այս օրենքները անցկացնել։ Հիմա առաջին ընթերցումով ազգային ժողովում արդեն ընդունվել է այս օրենքը։ Ճիշտ է, խոստացել են, որ մինչև երկրորդ ընթերցում ազգային ժողովը արդեն կհրավիրի կրիպտո ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների, ու այնտեղ հույս ունեմ, որ երբ որ խոսենք, ավելի լսելի կլինենք։ Ոչ թե կենտրոնական բանկին պես արդեն տրամադրված ու ոնց որ անտեսող մոտեցումով այդ քննարկումները կկազմակերպեն, այլ իրոք, որ պետական շահը որպես առաջին բան համարող, առաջնահերթություն համարող բանը իրանք կընտրեն, որ հավասարը կշռեն ռիսկերն ու հնարավորությունները։ Ոչ թե մենակ ռիսկերի վրա կենտրոնանան, ասենք այս օրենքի հիմնավորման մեջ կենտրոնական բանկի մի հատ նախադասություն կա, որը սա էությունը օրենքի բացահայտում է, ասում է
կրիպտոարժույթների շրջանառության շարունակական աճը կարող է ստեղծել ֆինանսական ռիսկեր։ Այդ նշանակում է, որ կենտրոնական բանկը այդտեղ ռիսկ է տեսնում ու ինչ պետք է անի, պետք է թույլ չտա, որ շարունակական աճ գրանցեն կրիպտոարժույթների շրջանառությունը։ Մինչդեռ պետական մոտեցումով պաշտոնյան երբեք նման բան չէր ասի։ Ինքը կասեր ռիսկեր կան, իսկ ինչ հնարավորություններ կան։ Իսկ քանի տոկոսն է ռիսկ, քանիսը հնարավորություն։ Ուրիշները ինչ հաջողություն են գրանցել։ Ասենք Սինգապուրում նայում ես տարեկան միջինը $1 միլիարդ ներդրում է գալիս մենակ կրիպտո ոլորտ։ Չէինք ուզում մենք Հայաստանում գար տարեկան $1 միլիարդ ներդրում, իսկ ընդհանրապես գումարային որ հաշվես, այդքան ներդրում Հայաստան չի գալիս արտաքին։ Ու որ դու կարաս այս ոլորտի պոտենցիալը օգտագործելով, որ մի քանի ընկերություններ խոշոր ընդհանրապես որ ստեղից այդ գործունեությունը ծավալեն, մեր տնտեսական կառուցվածքը կարող է ամբողջությամբ փոխվի։ Որտեղ մենք կսկսենք սպասարկել գլոբալ ֆինանսները ու այս միշտ սիրում եմ ասել, որ եթե 20-րդ դարում ֆինանսական հոսքերը սա գնում էին շվեյցարական բանկերով, որտեղ այնտեղ ամենաապահովն է, ամենամեծ կապիտալը այնտեղ է ապահովում հարուստների, privacy, բանկային գաղտնիք եւ այլն։ 21-րդ դարում ֆինանսական հոսքերը կրիպտոով են գնալու։ Դա միանշանակ է։ Կրիպտոն շատ ավելի արագ է, հարմար է, էժան է։ Ու եթե մենք հիմիկվանից այդ ինֆրաստրուկտուրան ստեղծում ենք, պայմանները ստեղծում ենք, ընկերությունները ստեղ կան, պատկերացրու 10-20 տարի հետո, երբ որ նայում ես, կրիպտոյով ահռելի շարժեր են գնում, ու ինչ որ զգալի տոկոս Հայաստանով անցնի։ Այդ նշանակում է մենք կունենանք կապիտալ, որտեղ շարժ մեր մոտ գալիս է, մենք եկամուտ դրանից ունենք։ Վերահսկողությունն էլ կունենանք, ազդեցություն էլ կունենանք, արդեն մյուս պետությունների վրա ավելի շատ լծակներ կունենանք։ Հիմա ոնց է սա դոլարի ֆինանսական շարժերը Ամերիկայի վերահսկողության տակ են։ Ամերիկան էլ դրա շնորհիվ կարող է սաղ աշխարհին թելադրել, դու սրա հետ առևտուր մի արա, դու սրանից նավթ մի առ, սրան կտրեք վիզայից, Swift-ից, Mastercard-ից, ահռելի քաղաքական ազդեցություն ու կապիտալ իրեն քաղաքական ստեղծել, մենակ ֆինանսական հոսքերը կառավարելով։ Որ էլի շատ է խորանում, փողի շուկան ամենամեծ ու ազդեցիկ շուկան է, որ խոսում ենք, չգիտեմ, նավթից, արհեստական բանականությունից, չգիտեմ, էլեկտրամոբիլներից, բաներից, ինչքան էլ իրանք կապիտալ իրանց մեջ ունենան, շրջանառություն եւ այլն, ամենամեծ շուկան դա ֆինանսական շուկան է, փողի շուկան է, որտեղ այդտեղ տրիլիոններ են շրջանառվում, համ միջնորդ հավաճարների մասով ամենաեկամտաբերը, համ ազդեցության, քաղաքական լծակների, որոնք խոսեցինք, առևտուր եւ այլն, սանկցիաներ, չգիտեմ ինչ, հետո ինֆորմացիոն բաներ ես ունենում, ասենք Ամերիկան գիտի, թե ով ումից ինչքան զենք է առնում եւ այլն, որովհետեւ տեսնում է այդ սաղ փոխանցումները, սաղ դոլարով փոխանցումները զեկուցվում են Ամերիկային։ Ու ապագայի բանում 21-րդ դարի ֆինանսներում մենք կարող ենք այդ ազդեցիկ օղակների ինչ որ մաս կազմել կամ կարող ենք չկազմել, ամեն ինչ մեզնից է կախված։ Ու ամեն կարևոր բանը, որ այդ հնարավորությունը կա, որտեղ այդ կամպանիաները իրանք միշտ ման են գալի, որտեղ ավելի հեշտ կլինի, ավելի լավ կլինի։ Դուք որ հեսա մենք Binance Bybit-ի մասին ենք ասում, որ դու ասիր, որ Դուբայում այս 2 տարվա մեջ ինչքան կամպանիաներ եկավ, եթե այդ բաժները ստեղծել, դա հնարավոր է որ ստեղ կան։ Համել դա շատ արագ զարգացող ոլորտ։ Ու թազա կամպանիաներ շատ է բացվում, coin-ներ, там что такое. В общем, да, это ուղղությամբ գնա, դա շուտ կզգացվի ազդությունը։ Հիմա այս վերահսկողություններից ու կարգավորումներից որ խոսում ենք, մենք քննադատում ենք այս օրենքը, այս օրենսդրությունը, ասում ենք, որ սա շատ ճնշող, շատ բացասական բան է, որը խեղդելու է ոլորտը, ինովացիան ու հնարավորություններից մենք օգտվել չենք կարողանալու սրա միջոցով, բայց նաև շատ լավ գիտակցում ենք, որ այս ոլորտը չի կարա չկարգավորված մնալ, որ պետք են խաղի կանոններ, ու բոլորին են պետք, մեզ էլ են պետք, մենք էլ պետք է իմանանք ոնց ենք գրանցվում, ոնց ենք հարկեր վճարում, ոնց ենք պետության հետ հարաբերվում։ Ու մենք հստակ առաջարկություններ ունենք, որ ասում ենք ժողովուրդ ջան, մենք եկեք մի հատ արձանագրենք հենց հիմա ինչ խնդիրներ ունենք, չշտապենք նախ, ոչ թե ամիսներով, տարիներով ձգենք այս թեման, այլ եկեք մի հատ այս գլոբալ մոնստր օրենքը մի պահ ստոպ տանք, մի հատ հասկանանք ինչ խնդիրներ կան։
Այս ոլորտում ընդամենը մի քանի լուրջ խնդիր կա, որ հենց հիմա կա ու կարելի է արագ հասցեագրել։ Մեկը այն է, որ հաճախորդների նույնականացում չկա։ Հիմա կարող է կրիպտոյի էթոսին հակասումը հաճախորդների նույնականացումը, բայց ես էլ որպես ոնց որ պետության հետ շատ առնչված մարդ գիտեմ, որ անհնար է, որ ամեն ինչ պետության վերահսկողությունից դուրս լինի։ Պետք է ինչ-որ չափով կոնտրոլներ խելամտության սահմաններում լինեն։ Նույն Էմիրատներում, Դուբայում, որ խոսում ենք ամենալավ կարգավորումներն է, երբ որ դու դա գնում ես քո կրիպտոն change ես անում, cash ես ստանում, էլի մարդիկ քեզնից паспорт են ուզում։ Որտեվ այդ նորմալ է։ Որտեվ այդ մարդիկ էլ իրանց ռիսկեր ունեն, որտեվ եթե դու հանկարծ անօրինական փողեր այդտեղ բերեցիր, հետո իրանցից հարցնելու են, բայց ինչ անօրինական փողեր է ձեր մոտ եկել։ Պետք է գոնե անձնական տվյալ լինի, որ հետո կարողանան այդ տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին։ Այդ էլ երկրորդ խնդիրն է KYC-ից բացի, երկրորդ խնդիրն է, որ պետության ու իրավապահ մարմինների հետ կապված համագործակցություն հիմա չկա ֆորմալ ձևով, որ լիքը change-եր կան, տասնյակ change-եր կան, որ գործարքներ անում են, ոչ մի տվյալ չեն պահում, հետո պետությունը ասում է, տեսել են, որ քո մոտ անօրինական փող է եկել։ Ով է արել այս գործարքը։ Ու երբ որ այդ ընկերությունները չեն կարողանում ասել, թե ով է արել գործարքը, ստացվում է տենց ոստիկանությունը այդտեղ հետքը կորցրեց, վсё։ Էլ այս խնդիրը չի կարողանում բացահայտել, այս հանցագործությունը։ Այդ էլի կրիպտո ոլորտում բոլոր ընկերությունների մոտ կոնսենսուս կա, որ այս երկուսը պետք է անել։ Սա կրիպտո change-երով հավաքվում ենք, այս թեմայով քննարկում ենք, ասում ենք ժողովուրդ ջան, գիտենք, որ պետք է KYC անել։ Պրոստը օրենքով այդ պարտադրեք, որ բոլորը դա անեն։ Մենք հիմա չենք կարող օրինակ KYC անել, որտեղ եթե ես հենց հիմա սկսեմ KYC անել, մյուսը չի անում։ Ինքը մրցակցային առավելություն ունի։ Կլիենտը կասի խես ավելորդ բարդություն ստեղծում, խես տվյալ ուզում, կգնամ մյուսի մոտ կանեմ։ Բայց երբ որ բոլորի համար կանոնները մշակվում են, ասում են, հա, սա հիմա պետք է անեն, ու սա վաղվանից սկսած паспорт են ուզելու։ Ուզած չուզած մարդիկ սկսելու են паспорտը տալ։ Ու բիզնեսներն դրանից վնաս չեն կրելու։ Նու մենակ եթե անօրինական ինչ-որ մարդիկ կան, որ փողերին շրջանառում, կարող է իրանք էլ գործարք չանեն, իրանք էլ թող չանեն ոչինչ։ Որտեվ էլի չնչին մասն է այս ոլորտի անօրինական փողերին առնչվող։ Ու դա բոլորը գիտեն։ Կրիպտո բիզնեսները նույնպես գիտեն ու իրանք կաշկանդված չեն, որ վաղը մյուսօր паспорտի պահանջ բոլորի վրա դրվի։ Իրավապահների հետ համագործակցություն։ Պասպորտի տվյալները հավաքեցիր, գիտես որ գործարքով արել, հետո երբ որ կես տարի հետո ոստիկանությունը քեզ հարցում ուղարկեց, ասեց, այս ինչ մի օրվա, այս ինչ ժամի, այս ինչ գործարքը որ քո մոտ արել են, կեղտոտ փող էր, մի հատ տվյալը դրու այդ անձնագրային, change-երը տվյալները տան։ Էլի ընկերությունները բոլորը համաձայն են դրան։ Երրորդ կետը, խնդիրը որ կա, հարկային առումով։ Չգիտենք թե կրիպտոյում եկամուտները, շահույթները ոնց են հաշվարկվում ու ինչքան հարկ պետքա վճարենք։ Մենք նույնպես հիմա ինչ-որ մեխանիզմներ մշակել ենք, ամսական մի քանի միլիոն դրամի հարկ վճարում ենք, բայց այս ոլորտում գործող կրիպտո ընկերությունների մեծ մասը ոչ մի հարկ չեն վճարում։ Որովհետև հարկային երբ որ գալիս ասում է, բա դու այսքան շարժ ես արել, ինչքան հարկ ես վճարել, հարկային տեսչին հարցնում են, իսկ ինչքան պետք է վճարեի։ Երբ որ պետությունը չունի սահմանված կարգ, թե ոնց են հարկերը հաշվարկվում, շահույթները հաշվարկվում, չէ՞ կարող պետությունը պահանջել այդ հարկը։ Ու էլ այդ մասով էլ կրիպտո բիզնեսները ասում են, ասեք ոնց հաշվենք, կհաշվենք, կվճարենք։ Բայց պետությունը հələ չի հասել այն կետի, որ իմանա թե ոնց հաշվել կրիպտոյի բանը։ Շահույթները։ Այս 3 խնդիրներն են, որ հենց հիմա առկա են, որ հրատապ լուծման կարիք ունեն։ Ու կրիպտո ընկերությունները իրանց միջոցներով էլ կարող են այդ ամեն ինչը մշակել այդ օրենսդրական փաթեթը, ասենք մի ամիս 2 ամսում ընդամենը ներկայացնել կառավարությանը կամ ազգային ժողովում։ Ու ոլորտում էլ որ կոնսենսուս կա, կարան կարագացված կարգով էլ ընդունենք, ոչ մեկ չի դժգոհի, ոչ մեկ չի տուժի, պետությունն էլ իր գլխին կախված խնդիրները հենց հիմա կլուծի։ Ու երբ որ գնում ենք ավելի գլոբալ ռեգուլյացիաների մասին, թե երբ որ ինչ որ մեկը ուզում է կրիպտո թողարկել, իր կրիպտոն ստեղծի, ոնց է օֆերտան անում, ICO-ն ոնց են անում, Հայաստանից անել ICO թե չանել, կամ բորսաները ոնց են գրանցվում, կամ ինչ որ այլ բարդ խուճուճ ռեգուլյացիաներ, որ արդեն չգիտեմ ինչ լավաշ փաստաթղթեր են պահանջում, դրանք կարելի է մանրամասն քննարկել էլի ոլորտի մասնագետների հետ։ Ու խելամիտ լուծումներ տալ, որը որ նաև պետությունը գրավիչ կդարձնի։ Այս 3 հատ խնդիրը, որ պետության կողմից կար, մի հատ 4-ն էլ կա, որ
կարևոր է պարտադիր է շեշտել, դա այն է, որ էլի բանկային համակարգը, որ սահմանափակում է այս ոլորտը։ Հիմա պետության մակարդակով մոնոպոլիա կա ֆինանսական հոսքերի բանկերին տրված։ Անկանխիկի մասին օրենք կա, որ 300,000 դրամից բարձր պետք է փոխանցումով լինի եւ այլն։ Ու երբ որ այդ օրենքը գոյություն ունի, պետությունը կարա բանկերին ասի, ժողովուրդ ջան, դուք չեք կարա ինչ որ մեկին չսպասարկել։ Որտեվ իմ սախույսը ձեր վրա է, որտեվ օրենքով պարտադրել ենք բոլորին ձեզ այնց օգտվել, հետեւաբար դուք նաև կրիպտո ընկերություններին պետքա սպասարկեք։ Ու այդ գլոբալ դեբանկինգ կոչվածը բանկային համակարգից կտրելը զրկելը կրիպտոին, որ հիմա բոլոր երկրներում այդ անում են, քաղաքական կամք է պահանջում, որ դրա դեմը լինի առնել։ Ու նույն Ամերիկայում էլ այս ամեն ինչ արվում էր, այնտեղ Ամերիկայի բանկերի ռեգուլատորը գրում էր բանկերին, ասում էր, ժողովուրդ դուք կրիպտոյով կարաք զբաղվեք, բայց եթե հանկարծ կրիպտոյով զբաղվեք, ինձ պետք է նախապես տեղյակ պահեք, ես էլ ձեզ ավելի շատ ուսումնասիրելու եմ, ավելի շատ ձեզ վերահսկողության եմ ենթարկելու։ Այդտեղ էլ բանկերը ասում են պոտենցիալ ռիսկը կարող է չգիտեմ ինչեր հետևից ընկնեն, խնդրեմ դառնա, ավելի լավ ընդհանրապես հեռու մնանք այս ոլորտից։ Հիմա Ամերիկայում վարչակազմը որ փոխվել է, հիմա արդեն Թրամփի նախագահի հրամանագրերով պահանջ կա, որ պետք է բանկային ծառայությունները հասանելի լինեն բոլոր քաղաքացիներին ու բիզնեսներին անկախ ոլորտից հավասարապես։ Այսինքն դիսկրիմինացիան չպետք է լինի բանկերի կողմից։ Հայաստանում եթե նմանատիպ որոշում լինի, այդ էլ է 4 հրատապ կարևոր հարցն է, որ պետքա հաստատագրել, պետքա լուծել։ Որ նույն բանկային համակարգով երբ որ որոշ փոխանցումներ գնում են, որոնք որ տնտեսապես խելամիտ են, որ ահռելի մեծ միջնորդավճարներ չեն առաջացնում, դրանք change-երը նույնպես շահագրգռված կլինեն, որ մի մասը բանկերով անեն։ Այդ էլ կդարձնի ավելի թափանցիկ տեսանելի պետության համար, կիմանա թե տարեկան մոտարապես ինչքան է շրջանառվում, նաև կիմանա թե ինչքան հարկ պետք է հավաքվի եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ոլորտում գործող ընկերությունները այդ մասերով կոնսենսուս ունեն, որ այս 3-4 հարցը հիմա կարող ենք լուծել ու շատ արագ կարանք լուծել։ Մնացած մասերով եկեք չվռազենք։ Չգիտեմ, կապիտալ, աուդիտ, եսի ինչ Նենց պայմաններ մի կա կարգավորում, որից որ փախնում են Եվրոպայից։ Եկեք նենց անենք, որ ոլորտին նախ եւ առաջ չվնասենք ու գնանք մի քայլ էլ առաջ, փորձենք այս ոլորտից օգուտներ քաղել։ Որտեւ մենակ ինչ որ մեր նման փոքր բիզնեսներ չեն, ահռելի կապիտալ կա կրիպտոյում։ Ես շատ ուրախ կլինեի, որ այդ 500-600 ընկերություններից, որ Էմիրատներում կան, դրանցից ասենք մի 100 հատը գա Հայաստանում գրանցվի։ Թող մրցակցություն ստեղծվի, թող առողջ մրցակցություն լինի, թող մասնագետներ ստեղ լինեն, թող community ստեղծվի, meet-up-ներ լինեն, քննարկումներ լինեն, մասնագիտական ներուժ ստեղծվի, որ վաղը մյուս օր երբ որ պետությունը ինչ որ նախարարությունում կամ բանում ռեգուլատորը օրինակ հաստիկներ բացի, որ պետք են մեզ կրիպտոյի մասնագետներ, որ կարողանանք պետություն այդ կրիպտոյի բան օրենսդրություն լավ կառավարել, այդ պոտենցիալը լինի, որ մենք ունենանք մասնագետներ, որոնցից կարա պետությունը մարդ վարձի, որ իր մոտ աշխատի։ Ու այդ միշտ բանից է գալիս։ Գիտելիքը, ինովացիան միշտ բիզնեսներից է գալիս։ Դու պետք է ունենաս բիզնես, որը լուծում է հարցեր, այդ հարցերը լուծելով ստեղծում է այդ գիտելիքը, ներուժը, մասնագիտական ներուժը, որը որ կարողանում ես դու օգտագործել արդեն ինովացիայի համար։ Ինձ դուր է գալի քո առաջարկները, որտեվ դա որպես կոմպրոմիս լինի, то есть դու որ առաջարկում ես, որ համ շատ չմասնակցի պետությունը դրա մեջ, բայց դրա հետ էլ որ ինքը իմանա այդ փողերը որտեղից, то есть փողերը փողերն են եկե, все такое, որտեվ հիմա կարող է շատ մարդիկ մտածեն, որ որ կրիպտոյի մեջ է, որ դա մեկը ռեգուլյացիա է, մեկը խառնուրդ է, все такое։ Ես համաձայն չեմ դրա հետ, որտեվ մեկը գործիքներ կան, որ դու полностью անոնիմն այդ բոլոր գործողությունները անես։ Էդուարդը ասում է այն մասին, որ այն կամպանիաների մասին, որ ուզում է այդտեղ փող աշխատի կրիպտոյի կապված բիզնեսի մեջ։ Մեկը եթե դուք ուզում եք անոնիմն այդ ամեն ինչ անեք, դուք կարող եք կան գործիքները։ Պրոստը բիզնեսի մասին է հիմա խոսքը։ Հա, համաձայն եմ։ Մի հատ էլ բանի հետ կապված կուզեմ ավելացնել, որ հիմա
բանկային համակարգը այսքան դժվար ու տհաճ է դարել քաղաքացիների համար նաև նրա համար, որ բանկային համակարգում գործում է մեղավորության կանխավարկածը։ Դու սկզբից մարդուն որպես մեղավոր ես համարում, որ մարդը եկավ քո մոտ ուզում է $10,000 դեպոզիտ անի, դու միանգամից մտածում ես կարող ես կեղծոտ փող է, դու պետք է ապացուցես, որ ես մաքուր փող է, նոր դեպոզիտը ընդունես կամ նոր փոխանցում անես։ Հիմա տրամաբանական կլինի, որ այդ ամենը հակառակ ձևով աշխատի, որ անմեղության կանխավարկածը գործի, եթե դուք խնդիր ինչ որ տեսնեք, նոր գնացեք հարցեր տվեք, նոր գնացեք ուսումնասիրեք, ոնց որ պատկերացրեք, ոնց որ ֆինանսական հոսքերի ինֆրաստրուկտուրան այն ինչ որ ենթակառուցված, խողովակներ, որտեղով որ փողեր են հոսում, պատկերացրեք հիմա ճանապարհները, որտեղով որ մեքենաներ են հոսում, այնտեղ ինչ որ ոստիկանության կետ լինի, որ ամեն ավտոին կանգնացնում է, ստուգում է, նոր գնում է, կանգնացնում է, ստուգում է, նոր գնում է, ինչքանով արդյունավետ կներ։ Մարդիկ կներվայնան այն, լիքը անարդյունավետ գործողություն կլներ, ժամանակ կկորեր, ռեսուրս կկորեր, բայց ոնց են աշխատում օրինակ նույն այդ ոստիկանության բաները, բոլորը ոնց ուզում քշում են, ինչ որ մեկը խախտում արեց, ինչ որ մեկին նկատեցինք, իրան գնում կանգնացնում ենք, պատժում ենք։ Նույն ձև տրամաբանականա ֆինանսների մեջ լինի։ Մարդիկ փոխանցումները թող անեն, KYC-ները արվեն, անձնագրային տվյալները պահվեն, եթե ինչ որ մեկը ինչ որ կեղտոտ բան անի, հանցագործություն անի, թող պետությունները հետո գնա իրան պատժի։ Ոչ թե այդ սպասարկման փուլում առաջին ֆրոնտում հենց կլիենտը մոտեցավ այդ ընկերությանը միանգամից բանը կասկածամիտ նայեն, մեղավորի բանով նայեն, ասեն պետք է դու սկզբից աղ ապացուցես, որ ճիշտ է, մաքուր է, որ նոր թողենք դու ծառայություններից օգտվես։ Որտեւ այդ ավելորդ տեղը դժվարացնում է, բարդացնում է, մարդիկ ուզում են այտենց համակարգներից փախնեն ու գնան ավելի ազատ համակարգեր։ Էսի այտենց սուր հարցեր, դրա համար էդի շատ հետաքրքիր էր դրա մասին ավելի շատ խոսալ, բայց կարող է ինչ-որ հարցեր կա, որ դու ուզում էիր խոսալ, բայց չենք կպեի դրան։ Հիմնականում ամեն ինչին արդեն անդրադարձանք, ու որպես վերջաբան կուզեմ ասել, որ այս ոլորտի ներկայացուցիչները, մասնագետները, ես էլ նույնպես ոնց որ պատրաստ ենք պետությանը օգնել բոլոր հարցերում ու տեսնում ենք, որ տեղեկատվական ինֆորմացիայի մեծ բաց կա, նաև պատրաստ ենք գիտելիքը ինֆորմացիան հասցնել բոլոր օղակներին, ով որ այդ հարցերում ունենա, օգնենք այդ պատասխանները գտնել, որ մենք որպես հանրություն, համ որպես քաղաքացի, համ որպես բիզնես, համ որպես պետություն, բոլորս լավ հասկանալով այս ոլորտի հնարավորությունները ու ռիսկերը, այնպիսի որոշումներ կայացնենք, որ բոլորից շահերից բխի։ Այսինքն համագործակցելով ու գիտակցված որոշումներ կայացնելով գնանք առաջ, փորձենք այս ոլորտի օգուտները քաղել։ Այդ կուզեմ ասել։ Մետի շատ ուրախ եմ, որ լսում եմ մետի, որտեվ ստացվում է, որ կան вообще այդ ինդուստրիան կա, բիզնեսներ կան ու կոպես ներկայացիչներ այդ ոլորտի, որ ուզում են պետության հետ ինչ-որ կոմպրոմիսին կան։ Մնում է, որ ինչ-որ ձևի այդ կապը ստացվի ու կոմպրոմիսին կա։ Ես շատ ուրախ եմ, որ դու եկել ես, շատ ու հաճելի էր, որ այդքան կարևոր միտքերը, իրենց շատ մոտիկ են այդ միտքերը, դու ասել ես որ դու եկել ես ինձ հյուր։ Ինձ էլ շատ հաճելի է, շնորհակալություն նորից հրավերի համար։